Բարև ձեզ, ես Ալենն եմ, արևելագետ, միջազգայնագետ, այսօր խոսելու ենք Իրանից, շնորհակալություն, որ ես ցրտին, մթին, երկուշաբթի օրով եկել եք, զգուշացնեմ, որ ես մի քիչ մոնոտոն ձայն ունեմ, դրա համար սուրճ, թեյ, ուր ժամա, ասում խմեք, որ քուններ չտանի։ 20 րոպե ես կխոսեմ այն ֆենոմենի մասին, թե ինչու հեղափոխական շարժումները Իրանում կրում են պարբերական բնույթ, հետո կանդրադառնանք Իրանի հետ հեղափոխական հայեցակարգերին ու այն ճգնաժամին, որի մեջ երկիրը հայտնվել է, փորձեմ ներկայացնել, թե ինչու Իրանը դժվարանում է հարմարվել բազմաբևեռ աշխարհակարգում մի համակարգ, որը Իրանը երկար տասնամյակներ հենց ինքը ջատագովել է։ Սկսենք հայեցակարգերից։ Եթե հպանցիկ նայենք վերջին 100-120 տարվա Իրանի պատմությանը, այդտեղ հեղափոխություն բառը շատ հաճախ ենք տեսնում։ Սահմանադրական հեղափոխություն, սպիտակ հեղափոխություն, իսլամական հեղափոխություն, կանաչ հեղափոխություն, երբ 2020-ականների իրադարձությունները մի քանի տարի կամ մի տասնամյակ հետո ինչ որ էլի հեղափոխության անուն կստանան։ Որն է հիմնական պատճառը։ Պատճառը այն է կայանում, որ ավելի քան 120 տարի առաջ ի հայտ եկած ակնկալիքները ու պահանջները կապված արդարության, ազատության ու հավասարության հետ մինչև այսօր այդպես էլ չեն իրականացվել։ Տարբեր շարժումներ, տարբեր լիդերներ, տարբեր էքսպերիմենտալ մոդելներ են առաջ քաշել հասարակական քաղաքական կյանքը Իրանում կարգավորելու համար։ Այսօրվա դրությամբ կարող ենք եզրակացնել, որ դրանց մի զգալի մասը եւ թե գրեթե բոլորը կարելի ասել չեն արդարացրել հանրության պահանջները ու կարիքները։ Իսկ թե ինչու է Իրանը անցել հենց նման հախուռն ճանապարհով, երևի դրա պատմական ակունքներում գտնվում է Իրանի առերեսումը արևմտյան մոդեռնիզմի հետ։ Երբ որ 19-րդ դարում իրանական հասարակությունը, որը կարելի ասել ներփակված քաղաքակրթական տարածքի տեսք ուներ, առերեսվում է արևմտյան նորմերի, տեխնոլոգիաների, կառավարման ձևերի հետ, դա քաղաքական տրավմայի նման մի իրադարձություն էր Իրանի համար։ Եվ շատ է գիտեք ռուս-իրանական պատերազմների մասին 10-րդ դարի սկզբին։ Սրանք ամոթալի էջեր են Իրանի պատմության մեջ, երբ որ այս կայսերական մեծ ժառանգություն ունեցող երկիրը նման ամոթալի պարտություն է կրում եվրոպական երկրից։ Դրանից հետո Իրանի պատմության մեջ ձևավորվում է այսպես կոչված Թուրքմենչայի սինդրոմը, Թուրքմենչայի պայմանագրով են ձևավորված, որոնք իրենք որպես անալոգիա օգտագործում են նկարագրելու որևէ ամոթալի իրադարձություն Իրանի հասարակական քաղաքական կյանքում։ Ինչ պետք է անել արևմուտքի հետ նման առերեսումից հետո։ Ինչպես այլ ոչ արևմտյան հասարակություններ, իրանական հասարակությունը նույնպես փորձել է անել մի բարդ բան, նմանվել արևմուտքին եւ միաժամանակ հակադրվել արևմուտքի հետ հիերարխիկ կայսերական իմպերիալիստական դիրքին։ Այսօր շատերդ եք լսում, մենք պետք է լինենք ավանդական եւ քայլենք ժամանակին համընթաց։ Պետք է լինենք արդի եւ հետևենք մեր տրադիցիաներին։ Սա դժվար խնդիր է ու իրանական հասարակությունը դա փորձեր է անել երկար տասնամյակներ։ Այդ փորձերից առաջինը սահմանադրական հեղափոխություններ, երբ որ 1906 թվականին Իրանում ձևավորվեց Մաջլես։ Դա գալիս էր ցույց տալու, որ իրանական հասարակությունը արդեն դեռևս 120 տարի առաջ ուներ ժողովրդավարական նկրտումներ։ Ինչ տեղի ունեցավ այս հեղափոխությունից հետո։ Ինչպես շատ այլ ժամանակին տեղի ունեցած հեղափոխական շարժումների դեպքում հեղափոխությանը հաջորդեց քաոս, հետո դիկտատուրա։ Սա հատկապես տիպիկ է այն դեպքերում, երբ որ փորձում ենք ժողովրդավարական ինստիտուտներ ու նորմեր օգտագործել մի միջավայրում, որտեղ չկա բազային բյուրոկրատական համակարգ։ Այսինքն, եթե չկա ադմինիստրատիվ համակարգ, որտեղ հնարավորություն ունես ուժ գործադրելու մոնոպոլիան վերցնել քո ձեռքը ու փորձում ես այդ վակուումի մեջ ստեղծել ժողովրդավարություն, ամենայն հավանականությամբ դա հաջողությամբ չի պսակվելու։ Պատմական բազմաթիվ դեպքեր կան, երբ որ իրադարձությունները հենց այսպես էլ զարգացել են։ Հիմա ժողովրդավարական փորձերին ու նկրտումներին հաջորդում է քաոսը, իսկ այդ քաոսի ֆոնին ուժային վակուումի մեջ արդեն ի հայտ է գալիս ինչ-որ ռազմական կերպար, այս դեպքում Ռեզա խանը, ով կազակական բրիգադի հրամանատար էր, ու ասում է ես կլինեմ ձեր նոր լիդերը, ստեղծում է նոր
Պահլավիների դինաստիան ու ինքը առաջարկում է արդեն մոդեռնիզացիայի իր տարբերակը։ Ու այստեղ ինքը փորձում է ոչ թե արդեն ներքևից, հասարակական պահանջներից բխող մոդեռնիզացիա իրականացնել, այլ վերևից բրգաձև համակարգի շրջանակներում պարտադեր մոդեռնիզացիա իրանական հասարակությանը։ Իր ոգեշնչման աղբյուրը այս դեպքում Քեմալ Աթաթուրքն էր Թուրքիայից։ Ռեզա Շահին հաջողվում է ստեղծել ռեպրեսիվ բյուրոկրատիկ համակարգ ու կարելի է ասել արդիական Իրանի պետական համակարգի հիմքերը հենց այս ժամանակ են դրվում։ Նա նաև փորձում է անկախ տնտեսական ու աշխարհակաղակական հակականություն վարել, սակայն վրա է հասնում երկրորդ համաշխարհային պատերազմը եւ Իրանը դառնում է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք մարտնչող կողմերի միջև ու Ռուսաստանը ու Բրիտանիան որոշում են վերահսկողություն հաստատել Իրանի վրա, գանկեց են անում Շահին, որ ժամանակ հետո նրան հաջորդում է իր որդին, որը խոստանում է երկիրը տանել սահմանադրական միապետության ուղղությամբ, այսինքն այստեղ էլ ժողովրդավարական նորմերը չէին մոռացվել, դրանց համար տարվող պայքարը ձախողվել էր, սակայն այդ նկրտումները չէին անհետացել։ Դե բնականաբար գալիս է իշխանության, ինչպես նման քաղաքական խոստումների դեպքում է լինում, չի իրականացում այդ խոստումը ու ինքն էլ շարունակում է իր հոր վարած քաղաքականությունը, ինքն էլ շարունակում է իր ոճով վերևից ներքև փորձել մոդեռնիզացնել Իրանը։ Այս դեպքում էլ մենք ականատես ենք լինում այսպես կոչված երկրորդ հեղափոխության եզրույթին Իրանի արդի պատմության մեջ, որը կոչվում է Սպիտակ հեղափոխություն։ Ինչու է կոչվում Սպիտակ հեղափոխություն, որովհետև դա վերևից ներքև արվող ավտորիտար իշխանության կողմից պետական հասարակական մեծ փոփոխություններ, ինչպես օրինակ Մաո Ցեդունգն արեց Չինաստանում, այս դեպքում էլ Իրանի շահը փորձում էր ավատատիրական նորմերով ու տնտեսական համակարգերով դեռևս գործող իրանական հասարակական քաղաքական կյանքը վերափոխել ու դարձնել մոդեռն պետություն։ Այս դեպքում ամենակարևոր զարգացումներից մեկը դա է հողային համակարգի փոփոխությունն էր, երբ որ Իրանը ամբողջ այդ կալվածքները Իրանի կառավարությունը վերցնում է իր ձեռքը, ամբողջ հողային ֆոնդը սկսում է վերաբաշխվել նոր տրամաբանությամբ։ Ինչպես այդ ընթացքի շատ ավտորիտար այլ համակարգերում, երբ որ նման մեծ մասշտաբի սոցիալական փոփոխություն է իրականացնում, բնականաբար ամենից խոցելի խմբերն էլ հենց ամենից տուժողներն են հանդիսանում։ Եվ նկատած կլինեք, որ գյուղատնտեսության մեջ շահութաբերությունը կապված է մասշտաբայնության հետ։ Այսինքն, եթե ուզում եք, որ գյուղատնտեսական ինչ-որ գործունեություն վերածվի ֆերմերային տնտեսության մոդելի, պետք է մեծ տարածք ունենաք, մեծ թվով ենթադրենք անասնաքանակ ունենաք։ Այս դեպքում խոշոր կալվածատերերը դարձան մոդեռն ֆերմերներ, նրանցից որոշները իրենց կալվածները փոխանակեցին արդեն նավթային ոլորտում ակտիվների ու այլ ոլորտներում արդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսների հետ, իսկ արդեն փոքր հողակտորներ ստացած մարդիկ ուղղակի չեն կարողանում տնտեսվարություն իրականացնել։ 10 հեկտարից փոքր հողակտոր ստացած գյուղացին չգիտեր ինչ աներ այդ հողի հետ։ Ու ինչ որոշում անել, որոշում է թողնի իր գյուղում այդ հողը ու գնա Թեհրան։ Այսպես է սկսվում է Իրանի ուրբանիզացիան։ Ու բնականաբար կարող եք ենթադրել, որ այդ մարդիկ գնում են Թեհրան, այդքան էլ ուրախ չեն, լավ օրից չեն գնում։ Ու պատկերացրեք Թեհրանի արվարձանում սկսում է կուտակվել այս մի հատ մեծ դժգոհ ամբոխ ու տեսնում է, թե ինչպես Թեհրանում ձևավորվում է նոր վերին խավ, ձևավորվում է նոր էլիտա, արդեն ոչ թե շահական նախկին քաջարների շրջանի էս տրադիցիոնալ էլիտան, այլ նոր մոդեռն էլիտան, որ 1950-60-70-ական թվականներին օգտագործելով նավթային ոլորտից եկած եկամուտները ձեռք է բերում նոր մեքենաներ, նոր հագուստներ, ստեղծվում են նոր կրթական միջավայրեր, առողջապահական ինստիտուտներ, բայց դրանք հասանելի են փոքրաթիվ ինչ-որ հատվածի համար։ Օրինակ այսօր շատերն են համացանցում տարածում նկարներ, թե ինչ մոդեռն ու առաջադեմ տեսք ուներ նախահեղափոխական Իրանը, սակայն դա վերաբերում է Իրանի ընդամենը մի միջուկին։ Դա կենտրոնացված էլիտաներ, իսկ Թեհրանի այդ միջուկից դուրս գտնվող ժողովուրդը գտնվում էր ճնշված վիճակում, գրագիտության մակարդակը ցածր էր,
բնակավայրի մեծ մասում չկար ոռոգման ջուր, առողջապահության մակարդակը վատ էր, կրթության մակարդակը վատ էր։ Այս ամեն ինչի ֆոնին Իրանը նաև չնայած ունենալով այսպիսի մեծ սոցիալական խնդիրներ, շահական իշխանություն ուներ մեծ ամբիցիաներ։ Շահը որոշել է, որ Իրանը պետք է դառնա աշխարհի 5 ամենազոր երկրներից մեկը։ Ու տարված այս ստատուսով, այս պատվախնդրությամբ, ամբողջ ուշադրությունը սկսում է կենտրոնացնել ռազմական արդյունաբերության վրա, մերձավոր արևելքում ազդեցություն գործելու վրա։ Ու դա հնարավորություն է տալիս շահին բավական ազդեցիկ դիր գրավել մերձավոր արևելքում իրականացվող աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն անտեսվում են արդեն ներքաղաքական դժգոհությունները։ Ու այս ամեն ինչի ֆոնին երկրում սկսում են ի հայտ գալ արդեն ալտերնատիվ քաղաքական մոդելի գաղափարախոսություններ, որոնք հիմնական շեշտը դնում են ավելի էնդեմիկ, ավելի իրանական սովորույթներին, կրոնին հարող հասարակական քաղաքական մոդել ստեղծելու վրա։ 3 հոգու անուն ասեմ, որպեսզի հասկանանք, թե գաղափարական հոսքի Իրանում ոնց է սկսում ձևավորվել։ Դրանցից մեկի անունը Ջալալ Ալի-Ահմադ է, ով գրել է այսպես կոչված Ղարբզադեգի աշխատությունը, եթե հայերեն թարգմանեմ, կդառնա արևմտամոլորություն կամ արևմտախտ։ Այսինքն փորձել արևմուտքին նմանակելը Ջալալ Ալի-Ահմադը նմանեցնում էր հիվանդության հետ, որ իրանական ժողովուրդը չպետք է փորձի նմանվել ինչ-որ ուրիշ քաղաքակրթության, այլ պետք է շեշտը դնի իր իսկ քաղաքակրթական ակունքների վրա հասարակական քաղաքական կյանք ստեղծելու վրա։ Սա այսպես կոչված էնդեմիկ, աուտենտիկ քաղաքական մոդել ստեղծելու կոչ էր։ Դրանից հետո գալիս է երևի Իրանի 20-րդ դարի հասարակական քաղաքական կյանքում ամենից շատ ազդեցություն ունեցած, սա իմ կարծիքն է, կարող է բանավեճի առիթ դառնալ, գաղափարական գործիչը Ալի Շարիաթին, որը արդեն ավելի էկլեկտիկ մոտեցում է ցուցաբերում ու իսլամական գաղափարները սկսում է կապել հակագաղութային, ձախական գաղափարների հետ, հղում կատարելով Ժան-Պոլ Սարտրին, Ֆրանց Ֆանոնին, թե ինչպես իսլամը պետք է քաղաքականացվի, իսլամը պետք է դառնա արդարության համար պայքարի գործիք, թե ինչպես է իսլամը կարող է օգտագործել, որպեսզի հասնենք ժողովրդավարության, հավասարության, կապիտալիզմի դեմ պայքարի եւ այլն։ Երրորդ կերպարը դա Խոմեյնին է, ով ավելի հայտնի է, որովհետև ինքը դարձավ հետագայում հեղափոխության առաջնորդ, ով ավելի պահպանողական նկրտումներ ուներ եւ գտնում էր, որ իրանական հասարակությունը իր պատմական ճիշտ ուղին կգտնի, եթե իսլամական կրոնագետների կողմից ձևավորված մի մարմին ղեկավարի երկրի հասարակական քաղաքական զարգացումը։ Այս երեքի մեջ, այս երեքից բացի գոյություն ունեն նաև այլ գործիչներ, որոնք հիմնականում առաջ են քաշում աշխարհիկ ազգայնական ձախական մոտեցումներ, սակայն շահական իշխանությանը հաջողվեց շատ հետևողական ձևով ազատվել այդ գործիչներից շատերին։ Ու այս դեպքում Խոմեյնին այն եզակի դեպքերից մեկն էր, որ կարողացավ հանդես գալ հիմնական միավորող ուժը ու հենց իր շուրջել, իր կերպարի շուրջել իսլամական հեղափոխությունը սկսվեց Իրանում։ Սա կոչվում է իսլամական հեղափոխություն, բայց անունը մի քիչ կարող է ապակողմնորոշող լինել, որովհետև իսլամական հեղափոխության հիմքում կրոնական հարցերը չեն։ Իսլամական հեղափոխության հիմքում ավելի շուտ սոցիալական արդարության հարցերն էին, որոնք ստացել էին կրոնական ձևակերպումների տեսք։ Հատկապես հարցը վերաբերվում էր այդ հիերարխիկ տնտեսական համակարգը քանդելուն ու Իրանի հասարակություն, որ տեսնում էր, թե ինչպես է երկրի մի մասը հարստանում, իսկ մի մասը մնում աղքատ, եղած միջոցները ավելի հավասար բաժանելու։ Այսինքն մարդիկ գնացել էին հեղափոխություն անելու տարբեր նկրտումներ ունենալով, այնպես չէր, որ իրենք ուզում են իսլամական իշխանություն ունենային։ Իրենք գնացել էին հեղափոխություն անելու հանուն արդարության։ Կան ինչպես շատ հեղափոխական շարժումների դեպքում էր, Իրանի դեպքում էլ պատճառը, որի համար սկսում է հեղափոխական շարժումը, չի կանխորոշում այդ հեղափոխական շարժման հետևանքը։
Այսինքն մենք այս մարքսիստական տեսության կողմից ջատակված այդ դետերմինիստական ճանապարհով չենք անցնում, որ եթե հեղափոխությունը սկսում է հանուն սոցիալական խնդիրների, ապա հետհեղափոխական ռեժիմի համար առաջնայինը սոցիալականը կլինեն։ Հեղափոխությունը կարող ենք նմանեցնել այսպես շատ անորոշության պահի, որտեղ տարբեր զարգացումների ֆոնի համադրության հետևանքով կարող է մի այնպիսի բան ձևավորվել, որը մինչև հեղափոխությունը դժվար էր կանխատեսել։ Մի օրինակ բերեմ։ Երբ որ շահը գանկեց արվեց, ու արդեն էլ կեր ժամանակը թե պիտի որոշվեն, թե Իրանում ինչ համակարգ պետք է գործի, առաջի բանը, որ որոշվում է, դա երկրի անունն է։ Իսլամական Հանրապետություն։ Հետո սկսում եմ մտածել, թե դա սա ինչ է նշանակում։ Ու այստեղ էլ առաջանում է այդ հակադրամիացնության այդ ֆենոմենը Իրանի հասարակական քաղաքական կյանքում, երբ որ սկսում են անընդհատ ինչ որ քաղաքական մեկնաբանները, փիլիսոփաները դեբատների միջով անցել, թե արդյունքում այս երկրում հեղափոխությունը իշխանությունը ում է պատկանում, ժողովրդին, որովհետև հանրապետություն է, թե Աստծուն, որովհետև իսլամական է։ Ու այս դիալեկտիկան մինչև այսօր էլ շարունակում է, այս հակադրությունը շարունակում է մնալ Իրանի քաղաքական կյանքի հիմքում։ Հեղափոխությանը անմիջապես հաջորդում է պատերազմը, որքան էլ տարօրինակ հնչի, նոր ռեժիմի համար պատերազմը դառնում է աղետ լինելուց բացի դառնում է հնարավորություն։ Ինչու՞, որովհետև շահին հաջորդում է նոր թշնամու կերպարը ու այդ ժողովրդական ամբողջ ֆրուստրացիան ուղղվում է այդ նոր թշնամու վրա, ու նաև պատերազմը հնարավորություն է դառնում, որպեսզի նոր ռեժիմը կոնսոլիդացնի իր շուրջ իշխանությունը։ Հետո, երբ որ Իրան-Իրաքյան պատերազմը ավարտվում է 1988 թվականին, դրան հաջորդում է վերանորոգման, ռեհաբիլիտացման շրջանը Իրանում։ Այստեղ արդեն իսլամական իշխանությունները սկսում են շարժվել ավելի պրագմատիկ ճանապարհով, ու այստեղ ի հայտ են գալիս ավելի դասական նեոլիբերալ տնտեսական քաղաքական մոդելներ։ Երբ որ առավելությունը տրվում է բիզնեսին, հարկերը պետք է քիչ լինեն, մասնավոր սեկտորը պետք է զարգանա եւ այլն։ Քանի որ երկրում կոռուպցիան ու շատ էր, թափանցիկությունն էլ քիչ էր, ապա 90-ական թվականներին ձևավորվում է նոր հետհեղափոխական օլիգարխիկ էլիտա։ Ժողովուրդը նայում ասում է՝ մի րոպե, մենք մի 20 տարի առաջ հին էլիտայի դեմ ենք պայքարում, հիմա էլ նոր էլիտայի դեմ պետք է պայքարենք։ Ու 90-ականների վերջին արդեն սկսում են ձևավորվել նոր դժգոհություններ ու 99 թվականը դառնում է այն առաջին հետհեղափոխական տարիներից մեկը, երբ որ ցույցեր են սկսում Իրանում։ Այս ժամանակ էր, որ Իրանի ժողովուրդը սկսում էր պահանջել ռեֆորմներ իսլամական, նոր ստեղծված իսլամական հանրապետության համակարգում ու հետաքրքիրն այն էր, որ իսլամական հանրապետության պետական համակարգը ժողովրդին առաջարկում էր փոփոխություններ իրականացնել ռեֆորմի միջոցով։ Այս համակարգը դասական ավտորիտար համակարգ չէր։ Այն վերևում ուներ գերագույն առաջնորդի կերպարը, ու իրենից ներքև գործում էին տարբեր խմբավորումներ, ռեֆորմիստներ, պահպանողականներ, կրոնականներ, հետո պատերազմից եկած վետերաններ եւ այլն։ Ամեն մեկը հասարակական քաղաքական զարգացման իր մոդելն էր առաջարկում, իսկ գերագույն առաջնորդը ստանձնել է մրցավարի դեր։ Ու սրա շնորհիվ Ալի Խամենեին, այսօրվա գերագույն առաջնորդը, 40 տարուց ավել, լինելով բավականին տաղանդավոր բյուրոկրատ, կառավարում է այս ամեն ինչը։ Սա Ալի Խամենեին հնարավորություն է տալիս իշխանության մյուս ուժերին, ավելի աշխարհիկ ուժերին, հատկապես ասենք նախագահին ու պարլամենտին, օգտագործել որպես շանթարգել, այսինքն եթե կա դժգոհություն հանրային, ասի ես չեմ մեղավոր, դա ձեր ընտրած նախագահն է մեղավոր։ Ճիշտ է, այդ ընտրված նախագահը անցնում էր վետինգի միջով եւ այլն, ինքը շատ ավելի մեծ իշխանություններ քան մյուսները, սակայն այս համակարգը հնարավորություն էր տալիս գերագույն առաջնորդին ստեղծել մի դիսկուրս, որտեղ ինքը ունենում էր մեծ ազդեցություն, սակայն հեռու էր մնում պատասխանատվությունից։ Ու սրա միջոցով իսլամական հանրապետության այս կառավարելի ժողովրդավարության կամ կիսատ պռատ ժողովրդավարության մոդելի շրջանակում Իրանի ժողովրդին կառավարությունն առաջարկում էր
թե դուք դժգոհ եք ինչ-որ բանից, գնացեք ընտրության, ընտրենք մյուսին։ Ու այսպես է ժողովուրդը գնաց ընտրության, ընտրեց ռեֆորմիստ տեխնացուի Մոհամմադ Խաթամին 1990-ականների վերջին։ Հետո այս խեղճ մարդու գլխին ինչքան գլխացավակ ասես չբերեցին ավելի պահպանողական շրջանակներ երկրի ներսում, Մոհամմադ Խաթամին սկսեցին ասոցացնել Գորբաչովի հետ։ Ինչու, որովհետև մտածում են, որ այս մարդը մեզ տանելու է պերեստրոյկայի ճանապարհով ու Իրանը քանդվելու է։ Դրա համար ամեն քայլափոխին Իրանի ավելի պահպանողական շրջանակները տորպեդահարում էին Մոհամմադ Խաթամիի վարած քաղաքականությունը, ով փորձում էր ազատություններ ստեղծել երկրի համար։ Ու այս ամեն ինչի ֆոնին Մոհամմադ Խաթամիի վարած քաղաքականությունը ձախողվում է ու դրան էլ հաջորդում են ավելի արդեն պոպուլիստ լիդեր, բոլորից շատ հայտնի, չի ասի սիրված, բայց Ահմադին Մահմուդ Ահմադինեժադը, ով ասում է ինքը պոպուլիստ էր, երբ որ պոպուլիզմը դեռևս այդքան բան չէր, հարգված չէր, դասական պոպուլիստ լիդեր, փորձում էր հասարակ երևալ, սուբսիդավորում էր ամեն ինչ, հատկապես գյուղում բնակվող բնակիչների կրթական ու առողջապահական կարիքները բավարարելու համար։ Սկզբնական շրջանում դա իրեն հաջողվեց, որովհետև այդ ժամանակ Իրանը նավթային ոլորտից ստացվող ռեսուրսներից տնտեսական բում էր ապրում։ Սակայն սա երկարաժամկետ ու հեռատես տնտեսական քաղաքականություն չէր ու արդեն երբ որ համապարփակ սանկցիաները վրա են հասնում Իրանի միջուկային ծրագրի պատճառով, այս տնտեսական մոդելը սկսում է փրվել ու ռեալը Իրանի դրամային արժեքը սկսում է կտրուկ արժեզրկվել։ Սոցիալական խնդիրներ, պերֆորմատիվ սոցիալական խնդիրներ լուծելուն զուգահեռ Ահմադինեժադը բնականաբար բավականին ռեպրեսիվ ավտորիտար ֆիգուր էր ու արդեն իր առաջին նախագահության վերջին ժողովուրդը դժգոհ էր իրենից ու չէր ուզում որ երկրորդ անգամ ինքը ընտրվեր։ Բայց անցկացրեցին, ինչպես դասական ավտորիտար համակարգերում են անում ու այդ ժամանակ էլ սկսվեց կանաչ հեղափոխությունը։ Սենց որ գնա Իրանում էլ տենց գույն չի մնա, որ սենց կգնան, տեղ չեն հասնի։ Կանաչ հեղափոխությունը միտված էր, որպեսզի ավելի ազատական, ավելի առաջադիմական արժեքները ներդրվեին Իրանի հասարակական քաղաքական կյանքում, սա վերջին շրջանի ամենալայնածավալ, ամենամասշտաբային հեղափոխական շարժումներից մեկն էր, ինքը ճնշվեց, չհաջողվեց, սակայն շարունակում է կրել հեղափոխություն անվանումը, բայց ես ցանկանում եմ, որ հաշվի առնենք, որ պետք չի թերագնահատվել ձախողված հեղափոխությունների դերը։ Իրենք ուղղակի չեն գալիս անցնում, իրենք ինչ-որ հետք են թողնում, իրենք ստեղծում են ինչ-որ նոր ֆրուստրացիայի ալիքներ, որոնք հետո ապագայում ժայթքում են։ Արդեն Ահմադինեժադից հետո իրանական կողմը առաջարկում է նոր տեխնացուի Հասան Ռոհանին, գիտեք, ենի պոպուլիստ էր, էսի ավելի խելքը գլխին պրագմատիկ գործիչ է, տեսեք ամերիկացիների հետ ոնց է բանակցում ու կարողանում են արդեն 2015-ին էլ կնքեն միջուկային համաձայնագիրը, խոստանում են մեծ տնտեսական հնարավորություններ, բարեկեցություն եւ այլն, սակայն օվկիանոսի մյուս կողմում հայտնվում է մյուս պոպուլիստը, Դոնալդ Թրամփը, ու դուրս է գալիս միջուկային համաձայնագրից ու իսլամական իշխանության այդ առաջարկած ալտերնատիվը էլի չի աշխատում, էլի մաքսիմում ճնշման տակ Իրանի հասարակությունը շարունակում է շատ դժվար սոցիալ-տնտեսական կյանքով ապրել։ Այդ ընթացքում էլ արդեն գերագույն գլխավոր առաջնորդն ասում է պետք չի արևմուտքը մեզ, մենք կդիմանանք այս ճնշմանը, առաջակաշվում դիմադրության տնտեսություն կոնցեպտը, որ անկախ սանկցիաների չափից, խստությունից Իրանի տնտեսական հասարակական կյանքը կարող է դիմակայուն լինել, մենք արևելքի հետ հարաբերությունները կզարգացնենք, կդառնանք ավելի ինքնաբավ ու մեր հասարակական տնտեսական կյանքը կբարելավի։ Չաշխատեց։ Փորձուցադալիս, որ այս բացարձականացված ինքնաբավության գաղափարը առհասարակ ներկայիս կապիտալիստական աշխարհում չի աշխատում։ Ու հասարակական կյանքը Իրանում շարունակեց բավականին դաժան մնալ հատկապես խոցելի խավերի համար։ Դա արդեն բերեց նոր ցույցերի ալիքների։ Այս ցույցերը սեկտորալ բնույթ էին կրում սկզբում։ Մարդիկ չէին դուրս գալիս ցույցի, որպեսզի իշխանությունը փոխեն։
վարորդները դուրս էին գալիս ցույցի, որպեսզի վառելիքի գինը փոխվի։ Վաճառականները դուրս են գալիս ցույցի, որպեսզի այդ ինֆլյացիայի հարցերը լուծվի։ Այսինքն 2019-ին ու 2020-ին դրանք գրում էին ավելի ինչ որ հարցեր լուծելու բնույթ ու ամենևին էլ ռեժիմի լեգիտիմությունը հարցականի տակ չէր դրվում։ Սակայն երբ որ այդ հարցերը չեն լուծվում, արդեն հաջորդ գալիք ցույցերի ալիքը ավելի ընդհանրական են դառնում ու արդեն հարցականի տակ է դրվում ռեժիմի լեգիտիմությունը։ Դրա պորտկումը տեղի ունեցավ 2022 թվականին Մահսա Ամինիի սպանությունից հետո սկսվեց շատ մեծ ցույցերի ալիք «Զան զենդեգի ազատի», «Կին կյանք ազատություն» սլոգանի տակ, որտեղ այդ հիջաբ կրելու դեմ պայքարը դարձավ սիմվոլ, սակայն հարցը մենակ հիջաբի մասին չէր, ազատության, արդարության, հավասարության մասին էր։ Այդ ցույցերն էլ ճնշվեցին, ցուցարարներին վերագրեցին որպես լրտեսներ, այսինքն հետաքրքիր է այստեղ, որ հեղափոխական ռեժիմը նոր հեղափոխության ալիքը լեգիտիմ չի կարում համարի, եթե երկրում դժգոհություն կա, ապա դրսից է դա ուղղորդված։ Չեմ ուզում ասեմ դրսից ուղղորդված չի, սակայն այս երկուսը կարող են միաժամանակ գոյություն ունենալ։ Կարող է լինել էնդեմիկ բնական ֆրուստրացիա ու կարող են դրսից ինչ-որ էլեմենտներ փորձել շահագործել այդ ֆրուստրացիան, ինչպես տեղի ունեցավ այս վերջին ցույցերի ընթացքում, որը սկսեց հեռախոս վաճառողներից Իրանի բազարում, որովհետև ռիալելի ընկավ, գնաճ տեղի ունեցավ ու իրենք արդեն չեն կարող հեռախոսներ ծախել բնակչությանը, ու հետո այդ ոլորտից սկսեց տարածել ոսկի վաճառողների վրա ու հետո շատ արագ արդեն դարձավ ավելի հանրային, այս անգամ ռեժիմը նույնիսկ իր ստանդարտների համեմատած բավականին ագրեսիվ արձագանքեց ցույցերին։ Ինտերնետը արդեն երկար ժամանակ է Իրանում հասանելի չէ, սակայն վերջին տվյալներով կարծես թե կարողացել են զսպել այս ցույցերի ալիքը, սակայն հազարավոր զոհերի գնով, երևի մի քանի օր կամ շաբաթներ, ամիսներ անց ավելի հստակ կհասկանանք, թե քանի մարդ է զոհվել, բայց այս 3 շաբաթում ցույցեր ճնշելու ֆոնին Իրանում ավելի շատ մարդ սպանվեց, քան երևի, ասենք, այնքան թվով զոհերը, որ օրինակ մենք ունեցանք 44 օրյայի ժամանակ։ Այսինքն պատկերացրեք այդ ագրեսիվության ու այդ դաժանության մակարդակը։ Ու ասում են դրա, ու այսօր այստեղ ենք։ Դժգոհ բնակչություն, որը կանգնած է այլընտրանքների առաջ, մի կողմից փորձում է փոխել իշխանությունը, որովհետև փորձում է ունենալ ավելի բարեկեցիկ հնարավորություններ, ավելի արդար միջավայր, մյուս կողմից վախենում է քաղաքացիական պատերազմից, վախենում է, որ սա կշահագործվի Իսրայելի կողմից այս ցույցերի ալիքը, սա կշահագործվի Միացյալ Նահանգների կողմից, հատկապես որ այս ցույցերին համընթաց ռոյալիստները կամ Իրանի սփյուռքում գտնվող ու արդեն իսրայելական իշխանությունը, ամերիկյան իշխանությունը փորձում են հրահրել ու այդ ցույցերի ֆրուստրացիան այսպես տանել ինչ-որ տարբեր ուղղություններով, իսկ արդեն որոշ շրջանակներ էլ նույնիսկ սեպարատիզմի կոչեր էին անում Իրանում, որ երկրի քանդվել։ Սա Իրանի քաղաքացու համար շատ դժվար ընտրություններ է ստեղծում, ինքը համ ցանկանում է փոխել ներկայիս ռեժիմը, համ էլ չի ցանկանում գործիք դառնալ այս այլ շահեր սպասարկող տարերի ու դերակատարների համար։ Ու այսօրվա դրությամբ մենք ունենք Իրանում շատ դժգոհ բնակչություն, հուսահատ ու նաև մի ռեժիմ, որը կարծես թե արդեն էլ նորոգման հնարավորություն չունի ու մտնելու է պերմանենտ ճգնաժամի կառավարման փուլ։ Թե այս ճգնաժամի կառավարումը ինչքան կտևի ու այս ռեժիմը ինչքան կհարատևի, դժվար է ասել, փորձ ցույց է տալիս, որ հետհեղափոխական ավտորիտար ռեժիմները կարողանում են տարիներ, տասնամյակներ նույնիսկ ճգնաժամի մեջ մնալ, բայց այն որ այս ճգնաժամը լեգիտիմության ճգնաժամ էլ չի լքի այս ռեժիմին, դա կարելի ասել դրա հավանականությունը շատ մեծ է։ Ես այստեղ կկանգնեմ։ Նյութը ներկայացնելուց նաև հաշվի առեք այն հանգամանքը բնակչության տարբեր էթնիկ խմբերի արկայությունը ինչ չափաբաժին են կազմում այս հեղափոխությունների մեջ, հրահրման մեջ,
նաև ասենք։ Եվ կապելով մեր Հայաստանի հետ բնականաբար մեզ դա է հետաքրքիր։ Եվ շարունակելով այդ սեպարատիզմի մասին մեկնաբանությունս, ասեմ, որ Իրանը մեզ նման մոնոէթնիկ երկիր չէ, Իրանի հյուսիսում բնակվում են մեծ թվով ադրբեջանցիներ, Իրանի արևմուտքում բնակվում են քրդեր, բալուչներ, այսինքն տարբեր էթնիկ խմբեր են գտնվում Իրանում, որոնք ունեն նաև տարածքային առումով արտահայտված ինքնություն։ Այսինքն իրենք կենտրոնացած են Իրանի տարբեր հատվածներում։ Հետաքրքիր է, որ 2022 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ այս ցույցերի հռետորական կողմը նաև էթնիկ երանգներ էլ ուներ, որովհետև օրինակ ադրբեջանցիները ու քրդերը շատերը գտնում են, որ հենց իրենց տարածաշրջանը, հենց իրենց խումբը դիսկրիմինացիայի է ենթարկվում։ Սա ստեղծում է մեծ վախեր Իրանի պետական համակարգի համար, բայց առհասարակ իրանցիների համար, որ եթե Իրանում սկսվի քաոս, դա պարարտ հող է դառնում սեպարատիստական շարժումների համար, հատկապես որ օրինակ դրանով բավականին հետաքրքրված է օրինակ Իսրայելը։ Եթե այսօր տեսնեք, թե կոնկրետ ովքեր որտեղ ինչ հոդվածներ են տպագրվում, այս մի քանի օր առաջ ես վերնագիր տեսա, որտեղ գրված էր. միգուցե Իրանի մասնատումը այդքան էլ վատ բան չի։ Հետո ուզում ենք հասկանալ, թե որտեղից է գալիս, պարզվում է, որ այդ հոդվածը գալիս է իսրայելական Սփյուռքից, Ամերիկայում գտնվող, դա էլ կապված է արդեն Նետանյահուի կառավարության հետ, այսինքն ու սա էլ իրանցի քաղաքացու մոտ վախեր առաջացնում, որ կարող է ես վնաս եմ տալիս իմ երկրին ցույցի գնալով, ես լավ նկարտումներ ունեմ, բայց կարող է այս ցույցերին ոչ թե հաջորդի ժողովրդավար լիբերալ համակարգ, այլ քաոս ու իրանական համակարգ մասնատվի։ Ես կասեմ, որ Իրանի բնակչությունը առհասարակ բավականին հայրենասեր է, բավականին պատրիոտիկ է ու դա բավականին ցայտուն ձևով երևաց հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ իրանցիները իրենց ֆրուստրացիան մի կողմ թողեցին ու որոշեցին տուրք չտալ այդ իսրայելական դիսկուրսին, որ գնացեք, փոխեք ձեր կառավարությանը, երբ որ մենք ռումբեր ենք նետում ձեր երկրի վրա։ Ու իրենք չեն ցանկանում, որ էլի զոհ գնան այդ դիսկուրսին, այսինքն ուրիշի շահերին։ Այսինքն այսօր Իրանի սովորական քաղաքացին հենց այդ սեպարատիստական, այդ բազմաէթնիկ ֆենոմենի պատճառով էլ կանգնած դժվար ընտրության առաջ, ու դա է պատճառը, որ շատերը նույնիսկ դժգոհ լինելով իշխանությունից վախենում են դուրս գալ փողոց, որովհետև ասում են հասկանում են վատ է, բայց կարող է ավելի վատ լինել։ Իրանի ադրբեջանցիների ծագումը մի հատ կասեք, գենետիկ ծագումը որ թվականից են ու որ այդքան շատ են, էլի իրենք 30 միլիոն են, երբ են հաստատվել ու ոնց։ Եթե թույլ կտաք ձեր հարցով պատասխանեմ, ինչու է ձեզ հետաքրքրում գենետիկ ծագումը։ Լավ, եկեք պատասխանեմ։ Այս աշխարհագրական տարածքում տարբեր էթնիկ խմբերի առկայությունը պայմանավորված է եղել միջնադարում Կենտրոնական Ասիայից ու Մոնղոլիայից քոչվորական ցեղերի հոսքերի հետ ու արդեն աշխարհաքաղաքական բախումների, կայսրությունների, ցեղերի միջև այդ խժդժությունների պայմաններում այսօր ունենք այն էթնիկ կազմը իրանական բարձրավանդակում, որ ունենք։ Փորձն է, որ այսօր Իրանի հյուսիսում ապրում են 10 միլիոնից ավել ադրբեջանցիներ։ Բայց ազգային պատկանելությունը ու էթնիկ պատկանելությունը անպայման չի, որ նույնական լինեն։ Այս մարդիկ իրենց նաև համարում են իրանցիներ։ Տեսեք, դուք ով եք, ասի իրանցի եմ, այսինքն իրենցից շատերը Իրանի ազգային պետության արժեքների կրողն են։ Ուղղակի իրենք նաև ունեն այլ ինքնության հարթություն, որ էթնիկ խմբի հարթություն, որ ուզում են իրենց լեզուն գործածեն, իրենց մշակույթը զարգացնեն եւ այլն։ Այսինքն պարտադիր չէ, որ իրենց ինքնությունը անպայմանորեն նույնականացվի, ենթադրենք Բաքվում բնակվող ադրբեջանցիների ինքնության հետ։ Իրականում օրինակ մեծ թվով պրոիսրայելական լոբիստներ ունեն այս տեսակետը, որ Սովետ միության փլուզումից հետո Թավրիզը Բաքվի հետ ավելի սերտ կապ կունենա, քան Թեհրանի։
Բաքուն ավելի մոդեռն, ավելի շատ բան ունի առաջարկելու, սանկցիաների տակ չի, էթնիկ պատկանելությունը, լեզվական այդ ընդհանրությունները կտան նրան, որ հասարակական կապերի առումով Իրանի հյուսիսը կսկսի աստիճանաբար Թեհրանից փոխվել ու գնալ դեպի Բաքու։ Դա տեղի չունեցավ։ Ու այսօր էլ եթե նայեք Իրանի կառավարական վերնախավում էթնիկ ադրբեջանցիները շատ են, բայց իրենց համար ամենից վախենալու սցենարը դա սեպարատիզմն է։ Այսինքն եթե Ադրբեջանում հյուսային Ադրբեջան սեպարատիստական տենդենսներ սկսեն, էթնիկ ծագում ունեցող ադրբեջանցի իրենց ղեկավարը կգնա ու կսկսի կրակել այնտեղի ադրբեջանցիների վրա, որովհետև առաջինը իրանական ազգային ինքնությունն է։ Քանի որ մենք sense մոնոէթնիկ երկիր ենք ու մեզ համար էթնիկ պատկանելությունը ու ազգային պատկանելությունը շատ հեշտ է նույնացնելը, մեծ թվով հատկապես մեծ երկրների դեպքում այդպես չի։ Նույն Միացյալ Նահանգներում, ու ես ուզում եմ աննային շնորհակալություն հայտնել այս անալոգիայի համար, ամերիկացին կարող է լինել նաև շոտլանդացի, իռլանդացի իր պապական կապերով, սակայն իր առաջին պատկանելիության զգացողությունը դա ամերիկացի լինելն է։ Այսինքն դա այսպիսի մոտեցում նաև կիսում եմ ձեզ ասած ադրբեջանցու գեն ունեցող շատ Իրանի քաղաքացիներ։ Եթե էթնիկ ծագում ունեն, անպայմանորեն ձգտում են առանձին քաղաքական միավոր լինել կամ մոնոէթնիկ ինչ-որ քաղաքական համակարգ ստեղծել։ Սակայն պարտադիր չի, որ այդպես լինի։ Այսինքն նույն էթնիկ ադրբեջանցին, եթե հարցնեք դուք ով եք, ասի ես հպարտ իրանցի եմ։ Շնորհակալություն ելույթի համար, շատ հետաքրքիր էր ու օգտակար։ Ձեր սուբյեկտիվ տեսանկյունից դուք ո՞նց եք տեսնում Իրանի ապագան, ո՞նց եք տեսնում, որ մեր հայրս համար ավելի օգտակար լինի։ Ոնց են ասում $1 միլիոն հարցը, հա, մուշուշոտ։ Այս բանը շատ դժվար է կանխատեսումներ անել, թե Իրանում ինչ կլինեն։ Երբ որ ցույցերի ալիքը սկսեց, նախորդիվ ասում են, որ հերթական ցույցերն են կճնշեն, սակայն այս անգամ ագրեսիվության մասշտաբը հաշվի առնելով, Իրանի տարածաշրջանային միջազգային խոցելիությունը հաշվի առնելով, ու նաև այդ բռնությունների ալիքը հաշվի առնելով, արդեն շատերի մոտ սկսեց կասկած առաջանալ, որ այս ռեժիմը ավելի խարխուլ է, քան իրականում թվում է։ Դրա համար տարբեր սցենարներ կարող են լինել։ Կարող է լինել այսպես պալատական հեղաշրջման նման մի սցենար, որը կփաթեթավորվի որպես փոփոխություն, որպեսզի ժողովուրդը գոհ մնան։ Կարող է լինել քաոս, այսինքն սա կարող է լինել առաջին փուլը ցույցերի, կարող են էլի ցույցեր լինել։ Կարող է իսլամական ռեժիմը շարունակի այս ճգնաժամային իրավիճակում հարատևել, որովհետև ստեղծել է բավական էֆեկտիվ ռեպրեսիվ համակարգ, եւ ավելի քիչ հավանական տարբերակը դա սահուն անցնում է դեպի աշխարհիկ ժողովրդավարական մոդելին, որը այս պահին շատ դժվար է։ Այսինքն այդ թավշյա հեղափոխությունը Իրանում շատ քիչ հավանական է, ցավոք սրտի, բայց բնակչության մեծ մասը հենց դա է ուզում։ Պատասխանեցի ձեր հարցին չպատասխանելով։ Ղեկավարներից ով է ավելի պետականամետ եղել։ Դժվար հարց։ Որ հանդես գա պետության շահերից, ոչ թե անձի։ Գիտեք, շատ դժվար հարց եք տալի։ Ես կարծում եմ, որ իրենցից շատերը գտնում են, որ իրենք հայրենասեր են ու պետականամետ։ Ստեղ խնդիրը այն է, թե ինչն է պետության շահը։ Այսինքն պետության շահը դա այսպես կանխորոշված ֆենոմեն չի։ Պետության շահը դա կառուցվում է ինչ-որ դիսկուրսի միջոցով։ Եթե մեկը միջուկային ծրագիր ունենալը համարվում է պետական շահին համար կարևոր կոմպոնենտ, մյուսը կարող ասի միջուկային ծրագիր ունենալը մեր պետական շահերից չի բխում։ Այսինքն թե ով է պետականամետ, բոլորն էլ տարբեր հարթություններում կարող ենք պետականամետ ասել, այսինքն ես ուզում եմ ասել, որ այս մարդիկ զուտ օպորտունիստ չեն, որ աթոռի համար են պայքարում, այս մարդիկ իդեոլոգ են, այսինքն իրանք հավատում են իրենց ստացած գաղափարախոսությանը։ Հարցը այն է, արդյոք իրականում այդ գաղափարախոսությունը ճիշտ գաղափարախոսություն է։ Այսօրվա գերագույն առաջնորդը Ալի Խամենեին ինքը բավականին կասկածամիտ լիդեր է։ Շատ դժվար է վստահում միջազգային գործիչներին ու իր անցած քաղաքական ճանապարհն է ցույց է տալիս, որ Իրանը մենակ է, Իրանը չպետք է վստահի ուրիշներին ու այս կասկածամտությունը շատ դժվար է դարձնում, որպեսզի Իրանը ավելի դինամիկ բանակցային process-ների մեջ մտնի։ Հիմա մեկ կարող է ասել պետականամետ գործիչ է, պետության շահն առաջ բրդում, բայց այստեղ արդեն
թե պետության շահ այս մարդը ոնց է բացատրում ու թե շահը ինչքանով է համապատասխանում ժողովրդի կարիքներին, արդեն ուրիշ հարց է, էլի։ Շնորհակալություն։ Մեկ կամ երկու օր առաջ ինֆորմացիա տարածվեց, որ նախկին նախագահ Ռոհանին եւ արտգործ նախարարը ձերբակալված են։ Արդյոք այդ հաստատվեց թե չէ ու դուք որևէ այլ բան տեսել եք, որ ցույց կտա ձեր ասած պալատական հեղաշրջման ինչ որ նամյոկ կներեք հայրենիս համար։ Ես էլ եմ լսել այդ նորությունը, սակայն լսել եմ շատ կասկածելի աղբյուրներից ու պարզվեց, որ հերթական զարգացում տեղի չունեցավ, հավանականությունը, որ դա ճիշտ է, կարող է փոքր լինել, բայց հաստատ չգիտեմ, քանի որ ինֆորմացիան, որ դուրս է գալիս Իրանից, շատ կծկտուր է, շատ հատվածային է ու դրա համար չեմ կարող ասել, բայց այդ նորությունից հետո էլ հերթական զարգացում չեմ տեսել, նենց որ կարող է եւ ճիշտ չլինի։ Ինչ վերաբերում է ռեժիմի ներսում, էլիտայի ներսում մրցակցությանը ու բախումներին, շատ կանխատեսումներ կային, որ Իրանի համակարգը հենց ի սկզբանե ինչ որ առումով պառակտվածության կոմպոնենտ ունի, որովհետեւ այդտեղ տարբեր խմբավորումներ մրցակցում են ազդեցության համար, ու սա հնարավորություն կտա, որպեսզի այս պահին դրանցից մեկը փորձի դոմինանտը դառնալ ու իշխանություն վերցնել իր ձեռքը։ Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ այս համակարգը ավելի դիմակայուն է այդ առումով, ու այստեղ հատկապես կարևոր դեր ունի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Սա մի ռազմական ու քաղաքական մարմին է, որը ստեղծվել է Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ, մի ամբողջ հաստատություն, որի հիմնական նպատակն է պահել ռեժիմի հարատևությունը։ Սպեկուլյացիաներից մեկը այն էր, որ հենց այս մարմինը գերագույն առաջնորդից կխլի իշխանությունը։ Բայց այս մարմինը մոնոլիթ մարմին չի, տարբեր հատվածներից է կազմված, ու միակ մարդը, որ միավորում է իրենց, դա հենց գերագույն առաջնորդն է։ Ու իրենց լեգիտիմության աղբյուրն էլ է գերագույն առաջնորդը, այսինքն իրենք միտված են պահպանելու ներկայիս իսլամական հանրապետության համակարգը։ Ու այս համակարգը համ չի թողել, որպեսի ուրիշ խմբավորումներ ուժեր գլուխ բարձրացնեն, համ էլ իրենք իրենցով հեղաշրջում չեն իրականացնել։ Այն մրցակցությունը, որ կա, սա տարբեր ինչ որ ուժային կենտրոնների միջև մրցակցություններ ու սա կուլիսներում տեղի ունեցող մրցակցություն, այսինքն Իրանում ինչ որ փոփոխություն կլինի, բայց մեծ դա հանրային փոփոխություն չի լինի, դա ուղղակի ոնց են ասում, ռակիրովկա կլինի տարբեր դերակատարների միջև։ Սա ամենահավանական երևի տարբերակն է, այսինքն այդ ռեժիմի պառակտման այդ սցենարը, որ շատ քննարկվում էր, կարծես թե դեռևս այսօրվա դրությամբ չհաջողվեց։ Հաջորդ թեման պայմանականորեն ես անվանել եմ հետհեղափոխական հայեցակարգերի ճգնաժամը։ Սա հիմնականում վերաբերում է հենց Իրանի վարած արտաքին քաղաքականությանը, այդ արտաքին քաղաքականության հայեցակարգերում առկա անորոշություններին ու այդ անորոշությունները ինչպես են Իրանին այսօր կանգնացնել փաստի առաջ։ Կոնկրետ հենց այս թեման հիմնված է վերջերս հրապարակված հոդվածի վրա, որտեղ ես փորձում եմ ցույց տալ, թե անորոշությունը ինչպես է հանդիսանում Իրանի վարած արտաքին քաղաքականության հիմնարար կոմպոնենտներից մեկը։ Մասնավորապես ես պնդում եմ, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է 3 հայեցակարգերի հիման վրա՝ սուվերենության հայեցակարգ, դիմադրության հայեցակարգ եւ զարգացման հայեցակարգ։ Սրանք կարելի ասել են սկզբունքների համախումբերն են, որոնց շրջանակներում ձևավորվում են Իրանի վարած քաղաքականությունները, արտաքին քաղաքական որոշումները։ Սուվերենության հայեցակարգը նշանակում է, որ Իրանը ինքն իրեն դիտում է որպես դասական ազգային պետություն իր սահմաններով, ով առաջնահերթ է համարում ազգային շահը ու ում համար նաև ընդունելի են միջազգային համակարգի նորմերը ու ինքը հետևում է այդ միջազգային համակարգի նորմերին,
պահանջում է, որ բոլորը հարգեն իր սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, ինքն էլ հարգում է մյուսների սուվերենությունը ու տարածքային ամբողջականությունը փոխադարձության սկզբունքով, ու որպես գործիք դիմում է դիվանագիտության օգնությանը, ունի դեսպանատներ տարբեր երկրներում, ինքն էլ Թեհրանում տարբեր երկրներ ունեն դեսպանատներ, այսինքն դասական պետության կերպար է։ Բնականաբար կասեք, հա, այստեղ ոչ մի յուրահատուկ բան չկա։ Յուրահատկություն ստեղծվում է, երբ որ մենք ուսումնասիրում ենք մյուս հայեցակարգը ու հասկանում ենք, որ այդտեղ լարվածություն կա այս երկուսի միջև։ Մյուս հայեցակարգը դա դիմադրության հայեցակարգն է, որտեղ Իրանը ինքն իրեն տեսնում է որպես անարխիկ միջազգային համակարգում գործող սուվերեն պետություն, այլ որպես հիերարխիկ միջազգային համակարգում գործող դերակատար, որ փորձում է քանդել այդ հիերարխիան։ Այսինքն ինքը աշխարհը տեսնում է արևմտակենտրոն անարդար աշխարհ, որը պետք է վերացվի։ Այստեղ Իրանի ինքնությունը սահմանափակված չի իր ազգային պետական տարածքներով, Իրանը իրեն տեսնում է ավելի մեծ խմբավորումների ու համայնքների մաս, օրինակ ինչպես մուսուլմանների ումման աշխարհը կամ երրորդ աշխարհի երկրները կամ մերձավոր արևելքը, ու այստեղ Իրանի ինքնությունը կապվում է կոնկրետ առաքելության հետ, որ ինքը պետք է դիմադրի այս իմպերիալիստական, արևմտական իմպերիալիստական համակարգին ու փորձի քանդել դա։ Այս դիմադրության հայեցակարգը արդեն առաջ է բերում այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք դեմ են գնում սուվերենության հայեցակարգին։ Դրանց ամենավառ օրինակն էր, որ երբ որ իրանցի ցուցարարները հեղափոխության ժամանակ որոշեցին հարձակվել Միացյալ Նահանգների դեսպանատան վրա ու գերի վերցնել դիվանագետներին, դա դեմ է գնում այս սուվերենության, տարածքային անկախտելիության, այդ Վիեննայի կոնվենցիաների, հյուպատոսության ու դիվանագիտության մասին բոլոր նորմերին։ Սակայն նոր իշխանությունը ողջունեց այդ քայլը, որովհետև դա լեգիտիմացվեց դիմադրության հայեցակարգի շրջանակներում։ Ու այս շոկային իրադարձությունից հետո էր, որ շատ երկրներ, հատկապես արևմուտքում, որոշեցին ուղղակի խզել իրենց հարաբերությունները Իրանի հետ։ Այսինքն այն անտագոնիզմը, որ ձևավորվեց Միացյալ Նահանգների ու Իրանի միջև ու արևմտյան այլ երկրների ու Իրանի միջև, հենց այս դեսպանատան դեպքից հետո էր։ Դիմադրության հայեցակարգի կարևոր կոմպոնենտներից մեկն էր, որ Իրանը մեծ ռեսուրս է ներդնում մերձավոր արևելքում գտնվող տարբեր օջախներում, այսպես ասած, հակարևմտյան քաղաքականություն վարելու համար։ Դրանցից ամենավառ օրինակները, որ Իրանը անշահախնդիր երկար տարիներ աջակցում էր պաղեստինցիների պայքարին Իսրայելի դեմ։ Իրանը աջակցում էր Ասադի ռեժիմին, Իրանը աջակցում է տարբեր շիական խմբավորումների Իրաքում, աջակցում է հութիներին Եմենում եւ այլն։ Այս ցանցային համակարգը, որ ձևավորվել է մերձավոր արևելքում, Իրանի ու անդրազգային տարբեր խմբավորումների միջև, հենց ձևավորվել է այս դիմադրության հայեցակարգի շրջանակներում, որտեղ մեղմ ասած սուվերենության սկզբունքը ոտնահարվում է։ Դրա համար, եթե նայում ենք, թե Իրանը ինչ դաշնակիցներ ուներ մերձավոր արևելքում, տեսնում ենք, որ դրանց մեծ մասը պետություններ չեն, այլ պետությունների ներսում գտնվող խմբեր են, Հեզբոլլա, Համաս, հութիներ եւ այլն։ Մի հատ պետության տեսքով դաշնակիցներ, Ասադներ, դա տեսանք ինչ եղավ, հիմա ասում եմ մնացած չէ։ Այսինքն էս էլ դիմադրության հայեցակարգներ։ Երրորդ հայեցակարգը ես կոչվում եմ զարգացման հայեցակարգ, դա պայմանավորված է նրանով, որ Իրանը հեղափոխություն անելով կամ ներկայիս իշխանությունը հեղափոխություն անելով ոչ միայն խոստումներ է տալիս, որ կդիմադրի իմպերիալիստական արևմուտքին, այլ նաև առաջ կքաշի արդար զարգացման մոդել։ Ու իրանական իշխանությունները հեղափոխությունից հետո պնդում էին, որ իրենք էլ կստեղծեն մրցունակ տնտեսություն, կստեղծեն տնտեսական համակարգ, որ իսոլացված չի ամբողջ աշխարհից ու կապահովեն տնտեսական աճ։ Սրա վառ արտահայտությունը հնգամյա պլանների տեսքով էր, երբ որ իսլամական կառավարությունը փորձում էր ցույց տալ, որ ինքը ունի տնտեսական հեռանկար, այսինքն այս խոստումը կար։ Ու երկար ժամանակ, չնայած օրինակ իրանական կողմը քննադատում էր արևմտակենտրոն միջազգային կազմակերպություններին, բայց համել փորձում էր դառնալ այդ միջազգային կազմակերպությունների անդամ։ Օրինակ առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ էր փորձում դառնալ, չստացվեց, բայց համել քննադատում էր։ Այսինքն այս երկակիությունը միշտ սովորական ա եղել Իրանի վարած քաղաքականության մեջ։
Երևի ես զարգացման հայեցակարգի ամենակարևոր փաստաթղթերից մեկը 2005 թվականին հրապարակված Իրանի 20-ամյա զարգացման հեռանկարային փաստաթուղթն էր։ 2025 թվականն անցավ, այդ փաստաթղթից երևի ոչ մի կետ չի իրականացվել։ Բավականին ամբիցիոզ փաստաթուղթ է, նշված էր, որ Իրանը գիտության, տեխնոլոգիաների ու տնտեսության ոլորտում պետք է առաջինը լինի Արևմտյան Ասիայում, դա ներառում է Թուրքիան, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը։ Երևի թվում է արդեն պետք էլ չի պնդել, որ չի հասել այդ կետին։ Ու այս հայեցակարգն էլ արդեն դեմ էր գնում դիմադրության հայեցակարգին, որովհետև Իրանը փորձում էր զարգանալ մի համակարգում, որտեղ ֆինանսական դոմինանտությունը պատկանում էր Միացյալ Նահանգներին։ Եթե ինքը մերժում էր այդ համակարգը, ինքը դուրս էր մնում այդ համակարգի առաջարկած տնտեսական դիվիդենդների, մասնավորապես միջազգային կապիտալիստական համակարգի այդ փոխկախվածությունից բխող շահույթներին։ Ու դրա փոխարեն Իրանը որոշեց առաջ քաշել իր ուրույն կոնցեպտը, որը կրում էր դիմադրության տնտեսություն անունը, որ փորձում էր, այսպես ասած, երկու հայեցակարգերը կպցնել իրար։ Մենք կշարունակենք դիմադրել, բայց նաև կշարունակենք զարգացնել տնտեսությունը։ Սակայն այս դիմադրության տնտեսություն եռույթը անգլերենում դրա համար լավ բառ կա, կոչվում է empty signifier, դատարկ եզրույթ։ Դարձավ դատարկ եզրույթ, որը ստեղծում էր տնտեսական կոնցեպտի տպավորություն, որովհետև բառը կա, սակայն դրա տակ ինչ որ էլեգանտ, լավ մտածված տնտեսական քաղաքականություն չկար։ 2010-ականների երկրորդ կեսին ու 2020-ականների սկզբին այս դիմադրության տնտեսության մոդելը բավականին պոպուլյար էր, սակայն արդեն 2024-ի դրությամբ պարզ դարձավ, որ այն չի աշխատում։ Ու հենց 2024-ի ընտրությունների ժամանակ, նախագահական ընտրությունների ժամանակ արդեն ռեժիմը ստիպված էր խոստովանել, որ այո, սանկցիաները մեզ վնասում են ու մենք պետք է եղանակ գտնենք դուրս գալ այս սանկցիաներից, դրա համար ընտրեցին ավելի ռեֆորմիստ տեխնացուին Փեզեշքյանին, ով ինտենսիվ բանակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ, մինչև տեսակին չեղավ այս վերջերս։ Այս երեք հայեցակարգերի համադրության պայմաններում Իրանը շատ անգամ ստիպված էր, այսպես ասած, էպիզոդիկ իրավիճակային լուծումներ գտնել տարբեր հարցերի։ Այսինքն ինքը չուներ ռազմավարական կոնկրետ հեռանկար։ Դրա համար միտեղ Իրանը վարում էր մի սկզբունքից բխող քաղաքականություն, միտեղ վարում էր այլ քաղաքականություն ու անորոշությունը, անկախատեսելիությունը դարձել էր Իրանի վարած արտաքին քաղաքականության կարևոր կոմպոնենտներից մեկը։ Ինչ որտեղ էր սա Իրանին թույլ էր տալիս ճկունություն ցուցաբերել, որովհետև փորձում էր այս հայեցակարգերը տարբեր ձևերով վերարտադրել կամ վերաձևակերպել, սակայն ինչ որտեղ էր դա բերում էր ուղղակի պարալիզի, անորոշության ու դրա վառ օրինակը արդեն 2024-25 թվականի իրադարձություններն են, երբ որ Իրանի կողմից ղեկավարվող դիմադրության առանցքը Մերձավոր Արևելքում սկսվեց քանդվել, Իսրայելը մեկը մյուսի հետևից գնաց Իրանի դաշնակիցների հետևից, Համաս, Հեզբոլլա, հետո այնտեղ Ասադը գնաց, Իրաքում վախեցած են շիա խմբավորումները ու հութիները այդքան մեծ ռեսուրսներ չունեն ու Իրանը էլի կանգնած է միայնության, այս ռազմավարական միայնության պայմաններում, որովհետև տարված էր այս երեք հայեցակարգերի բալանսը ապահովելով ու չկարողացավ ավելի արագ ձևով ադապտացվել այս աշխարհաքաղաքական զարգացումներին։ Սա իմ հիմնական պնդումն է, որ Իրանը որպես այդպիսին գրանդ մեծ ռազմավարություն չունի, ունի տարբեր հայեցակարգեր ու փորձել է իր քաղաքականությունը վարել դրանց միջև տարբեր ընտրություններ կատարելով ու այսօր արդեն կանգնած է փաստի առաջ, որովհետև այդ հայեցակարգերի արկայությունը Իրանին դարձրել է ոչ այդքան ադապտիվ։ Ինձ հետաքրքիր էր հետևյալը, ոնց հասկացանք բոլոր հեղափոխությունները վերջում ընթացիկ ունենում են ֆրուստրացիաներ, որոնք որ
Իրանի պարագայում ոչ միտեղ չեն հասցնում, այսինքն մարդիկ չեն կողմնորոշվում, իդեոլոգիան այդ որպեսի պետությունը հանկարծ ավել ինչ որ չմասնատվի եւ այլն չի իր ֆունդամենտալ վերջին չի հասնում։ Ինձ հետաքրքիր է այդ պարագայում հեղափոխություն մարդիկ ոնց կանեն, այսինքն պարտադիր դրսից գիտենք ֆինանսավորումով, որովհետև ոնց հասկացանք թե Ամերիկայում եւ թե Եվրոպայում ինձ թվում է վերջին այդ մերձավոր արևելքի կետը Իրանն է ու իրանց արդեն այդ պետք չի որպեսզի այնտեղ այդ կառավարումը դա մնա եւ եթե այդ ֆինանսավորումը արդեն լինի կկարողանան արդյոք դա անել թե չէ ու մյուս հարցը ինձ հետաքրքիր էր, այսինքն այստեղ դուք ասեցիք Ալ-Խամենեն արդեն մոտ 20 տարի է կառավարում է այնտեղ այդ բարձրագույն իրենց հովի այդ ճիշտ եմ ասում այդ 89 թվականից ինչպես 89 թվականից ինքն է 89 թվականից ուրեմն արդյոք չենք հանգում նրան, որ երբեմն ֆիգուրներից, անհատների շատ բան է կախված ու եթե ինքը չլինի, արդյոք իր տեղը ուրիշ մեկը որ կա, այն կառույցը, որը որ ահաբեկչությունները եւ այլն կանխում են, արդյոք կկարողանա դա անել, թե արդեն կփլուզվի կամաց-կամաց։ Շնորհակալություն այդ հարցի համար, շատ լավ հարց տվեցիք։ Կարճ պատասխանեմ, չգիտեմ, հետո կբացեմ, թե կոնկրետ ինչ ձևի չգիտեմ այդ պատասխանը, բայց առաջին հարցից սկսեմ։ Դրսից ֆինանսավորում։ Տեսեք, բոլոր հեղափոխություններն էլ ունեն ինչ-որ արտաքին հարթություն, այսինքն միշտ բոլոր հեղափոխական շարժումների դեպքում կա մեկը, որ դրսից բզբզում է։ Բայց դա չի նշանակում, որ պետք է նսեմացնել երկրում բնակվող ժողովրդի կատարած քայլերը, ցանկությունները կամ իրենց ֆրուստրացիան։ Շատ անգամ նարատիվը այնպես է կառուցվում, որ եթե կա դրսից միջամտություն, ամբողջ հեղափոխական շարժումը դելեգիտիմացվում է։ Սակայն Իրանի դեպքում երկուսն էլ գոյություն, այսինքն կա ներքին էնդեմիկ ֆրուստրացիա, որը կլիներ անկախ նրանից դրսից լինի ֆինանսավորում միջամտություն թե չէ, բայց դրան զուգահեռ կա նաև դրսից այդ միջամտությունը, երբ որ օրինակ Մոսադի գործակալները Իրանի ներսում փորձում են ագիտացիաներ իրականացնել։ Երկուսն էլ կան։ Ու սա է, որ հենց դժվարացնում է իրանցի բնակչի ընտրությունը։ Ես ինչ անեմ, որ ճանապարհով գնամ։ Արդյոք ես խաբվում եմ թե չէ։ Դրա համար այսօր եթե կարճ կապեմ, Իրանի քաղաքացին ուզում է փոփոխություն, բայց չգիտի թե այդ փոփոխությունը ոնց իրականացնի։ Այսօր հրապարակվել է մի հոդված իրանցի մի ցուցարարի կողմից, որը վերջերս կարողացել է երկրից դուրս գալ ու գրել է թե ոնց է մասնակցել ցույցերին, ինչ որ մեմուարների տեսքով։ Ու այդտեղ երևում էր թե ինչպեսի ցույցերը ինչպես ապակենտրոնացված էին, որ չկար կոնկրետ առաջնորդություն, չկար կոնկրետ գաղափար։ Ինքը ասում էր օրինակ ես գոռում էի ոչ ռոյալիստներ, ոչ Խամենեի, այսինքն ոչ նախկին շահի ընտանիքը հետ գա, ոչ էլ Խամենեի մնա, ոչ մեկ չէր միանում ինձ այդ բանին։ Երբ որ մեկը գոռում էր մահ դիկտատորին, բոլորը գոռում են։ Ասում եմ, ես մեկ էլ գոռում էի կին կյանք ազատություն, ջոգում եմ, ոչ մեկ էլի չի միանում իմ բաներին։ Այն մյուսը գոռում էր մահ Խամենեին, էլի միանում են։ Մեկը գոռում էր մահ Խամենեին շահ հետ գա, երկու հոգի միանում էր, երրորդն ասում էր, բայց մի րոպե, ես երևի չեմ ուզում։ Այսինքն այդ մարդիկ, որոնք հավաքվել էին, ասենք մի հրապարակում, դեք այս գոռալով այս հռետորական բանի ֆոնի վրա են փորձում հասկանալ իրենց ինչն է միավորում։ Ու ոնց հասկանում եմ, մի բանը, որ միավորում էր բոլորին, այդն էր, որ բոլորը դեմ էին այս ռեժիմին, բայց թե ինչին էին կողմ, հստակ չի։ Ու իդեոլոգիաների մի զգալի մասը հենց այսպես էլ աշխատում էր։ Եթե հիշեք 2018 թվականը ինչպես մերժիր, ինչ կոնկրետ մեկին, չէ՞, այնտեղ էլ հիմա հելել են մարդիկ ասում են մերժենք այս մեկին, մերժենք, հետո ինչ կգա, դա արդեն այդքան էլ հստակ չի, բայց դա տիպիկ է հեղափոխական շարժումներում, երբ որ անտագոնիզմն է միավորում, ստեղծում սոլիդարություն, հետո այդ կերպարը հեռանում է ու հետո սկսում են իրար մեջ հասկանալ հիմա ինչ են կանում։ Ձեր երկրորդ հարցը, արդյոք դա անձով է պայմանավորված, հնարավոր է։ Գիտեք, 1989 թվականին, երբ որ հեղափոխության առաջնորդ Խոմեյնին մահացավ, բոլորը կարծում են, որ ոչ մեկ իրեն չի կարող փոխարինել այդ գերագույն առաջնորդի դերում։ Ով էլ գա, ավելի ցերեմոնիալ դեր կունենա։ Կդառնա պրեֆեկտ, այսինքն այդ աթոռը կոպիտ ասած ինչ-որ առումով դատար կմնա, որովհետև այդ
փրկչի կերպար ունեցող մարդու դերը ոչ մեկ չի կարող լրացնել։ Դրա համար այդ ընթացքում եւ Իրանում ամենազդեցիկ քաղաքական գործիչը Հաշեմի Ռաֆսանջանին էր, ինքը որոշեց, որ եթե ինքը դառնա նախագահ, դա ավելի խոստումնալից պաշտոն է, քան եթե ինքը դառնա գերագույն առաջնորդ, որովհետեւ գերագույն առաջնորդի դերը զգալով կվերանա ու ավելի քիչ ազդեցություն ունեցող Ալի Խամենեին որոշեցին բերեն գերագույն առաջնորդ։ Նույնիսկ այնց ինչ որ վիդեո բան կա, որ այդտեղ ասում են դու պիտի գաս գերագույն առաջնորդ, ինքն ասում է չէ, չեմ ուզում ես։ Բայց եկավ գերագույն առաջնորդ, բազմում այս մարդը ունի թաքնված տաղանդ ու ամբողջ հապարատը ինքը կարողացավ հավաքել իր գլխին, ազդեցություն գործադրել կարևոր որոշումների վրա, բայց ուրիշներին օգտագործել որպես պատասխանատվության օբյեկտ։ Լավ էր լինում իր շնորհքն է, վատ էր լինում նախագահն է մեղավոր, արտգործնախարարն է մեղավոր, պարլամենտն է մեղավոր, եկեք հաջորդ ընտրություններին իրենց փոխեն։ Այսինքն այս մոդելը հնարավորություն տվեց, որ ինքը համ պահի վերահսկողություն, համ մյուսներին օգտագործի որպես շանթարգել, որ կայծակը իրանց խփի։ Խոմենեին արդեն տարեց մարդ է, ու այսօր քննարկում է, թե ով է հաջորդելու իրեն։ Ամենից հավանական թե կնացում դա Ռայիսին էր, նախորդ նախագահ, ով ուղղաթիռի այդ վթարի պատճառով մահացավ։ Հիմա այդ դեպքից հետո էլի ներքին խմորումներ սկսեցին, հաջորդ հավանական կերպարը դա Խամենեիի որդին էր, Մոջթաբան, որոշները աջակցում էին թեկնածությունը, որոշները դեմ են իրեն, սակայն այս էլի շագերտավոր ասած ներպալատական այս բախումների մասին այնքան կծկտուր տեղեկություններ ունենք, որովհետև սա փակ իրադրություն է, բայց ամեն դեպքում այս համակարգը հասունացել է այդ անձի շնորհիվ ու այդ անձի շուրջ։ Դրա համար թե իրենից հետո ինչ կլինի, շատ դժվար է ասել, հավանական է, որ իրեն հաջորդող գերագույն առաջնորդը պակաս ավելի ազդեցիկ լինի, քան ինքը ու դրա փոխարեն ավելի ազդեցիկ լինեն օրինակ ռազմական թևը երկրի ներսում։ Բայց ասում եմ, կապրենք կտեսնենք։ Էլի միլիոնանոց հարց եմ տալու մեր կենսական նշանակություն ունեցող ու հատկապես դուք էլ Սյունեցի այդ Սյունիքի հարցը եթե Իրանի համար բավականին վատ ընթանա, այսինքն ապագան ու ազդեցությունը օրինակ մի քանի անգամ թուլանա։ Ինչ եք Սյունիքի վտանգները, ինչ եք տեսնում, չգիտեմ պատասխանից հետո։ Այսինքն հարցնում եք ապագա կա։ Իրանը այն կոնկրետ զսպող կոմպոնենտներից մեկն էր եղել Սյունիքի համար, հատկապես մինչև այս Վաշինգտոնյան հայեցակարգերը ու թրիփը, ասում եմ, Սյունիքին անդրադարձանք արդեն աստվածային բաներն իջան։ Մեզ համար թուլացած Իրանը շատ վատ է, որովհետև դա մեր բալանսավորման հնարավորությունները սահմանափակվում է ու մեծանում է արդեն Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը ու եթե ինչ որ առումով հանգիստ էինք, որ գիտեք, Սյունիքի հարցում Իրանը ուներ կարմիր գծեր, ապա այսօր այդքան համոզված չեք կարող լինել, որ Իրանը կարող է այս ագրեսիվ ռետորաբանության հետևից գնալ, այսինքն իրականում տեր կանգնել իրից դրած կարմիր գծերին, որովհետև երկրի ներսում այս տարվա հունիսից սկսած Իրանը արդեն ուրիշ խնդիրներ ունի ու եթե շատ կոպիտ ասեմ, ժամանակ ու էներգիա չունի, որպեսզի հատկացնի ինձ։ Արդյոք Իրանը դժգոհ կլինի, եթե Սյունիքում Հայաստանի վերահսկողությունը թուլանա։ Այո։ Արդյոք Իրանը շատ բան կարող է այսօր անել դրա հետ կապված։ Ոչ։ Սա հիմնական խնդիր է։ Դրա համար ամենաիրատեսական համեմատաբար ամենաիրատեսական ու դրական զարգացումը մեզ համար այն կլինի, որ այս ռեժիմը հաշվի առնելով թե ինչ ծայրահեղ ծանր մարտավարների առաջ է կանգնած, վերջապես կընդունի ամերիկյան կողմի պահանջները, սանկցիաները դուրս կգան, շնչելու տարածք կունենա ու կդառնա ավելի դասական տարածաշրջանային երկիր, որ հուշադրություն դարձնի իր հարևաններին։ Դա իմ ցանկությունն է, ասենց գնում եմ, ասում եմ Աստված ջան։ Բայց մեզ համար ամենից երևի վատ սցենարներից մեկը այն կլինի, եթե Իրանը դառնա այսպես կոչված ձախողված պետություն, այսինքն ուժ գործադրելու մոնոպոլիան երկրի իշխանությունը կորցնի
ու ունենանք Իրաքի նման մի հատ իրավիճակ, դա շատ վտանգավոր է մեզ համար։ Ոչ միայն որ այնտեղ ավելի վտանգավոր էլեմենտներ կան, այլ նաև որ արդեն կլինի փախստականների հոսք, սահմանին կից արդեն կլինեն անկայունություններ, մենք էլ փոքր երկիր ենք, մեզ համար բավականին դժվար կլինի, եթե մեր համեմատությամբ նման մասշտաբային քաոս սկսի։ Երբ որ արևմուտքում արևելքում էլ ոչ այնքան, ասում եմ, սիրալիր հարևաններ ունենք։ Իրանը կարա որդեգրի ավելի Քուվեյթի ու Սաուդյան Արաբիայի կառավարման ձև։ Այդպես կդառնա, եթե այսպես ասած շահական մոդելը հետ գա, բայց Իրանը դա չի ուզում։ Այս պայդրությամբ Իրանը ավելի շատ ժողովրդավարական էլեմենտներ ունի, քան օրինակ Սաուդյան Արաբիան, ու Իրանը արդեն մերժել է միապետությունը։ Իրանի ժողովրդի մեծ մասը չի ուզում հետ գնա այդ միապետական կարգերին։ Կարող է հուսահատությունից ելնելով ասեն, ինչ ուզում է լինի, մենակ թե այս ռեժիմը չլինի, ու այդ ինչ ուզում է լինի կարող է նաև ներառել, ենթադրենք Ռեզա Փահլևիի որդին։ Ում այդքան չեն սիրում Իրանում, բայց հիմա ասեն դե աչ ենք նայում մարդ չկա, բոլորին բանտ են դրել կամ սպանել են, ձախ ենք նայում մարդ չկա, ինքն է մնացել, ավելի լավ է ինքը լինի, քան ուրիշ մեկը։ Դրա համար ես կասեի, որ Իրանի համար այդքան էլ գրավիչ սցենար չի Սաուդյան Արաբիայի ճանապարհով գնալ, հատկապես Սաուդյան Արաբիան ինքը փորձում է ինչ-որ ձևով վերևից ներքև մոդեռնիզացիայի ճանապարհով գնալ։ Այսինքն Սաուդյան Արաբիան էլ ինքը սոցիալական փոփոխությունների կարիք ունի ու սկսել այդ սոցիալական փոփոխությունների գործընթացը։ Դրա համար Իրանի համար այսօրվա Իրանի իշխանության ամենից գրավիչ երևի տարբերակ եղել է չինական մոդելը, որ իրենք կսկսեն, ասենք, ավելի ռադիկալ մաոյական կոմունիզմից, ու հետո կգա Դեն Սյաոպինի նման մի կերպար, կպահի քաղաքական այդ ռադիկալիզմը, բայց տնտեսական ավելի բաց լիբերալ քաղաքականություն կվարի ու մենք ունենանք արդյունքում պետականակենտրոն կապիտալիստական համակարգ, ինչպես օրինակ Չինաստանում։ Դրա համար Իրանի համար այսպես կոչված ռոլ մոդելը եղել է չինականը։ Իրենք փորձեն Չինաստանի նմանվել, բայց դա այդքան էլ չհաջողվեց։ Հարցը Չինաստանի մասին էր հենց ու շատ լավ էր, որ վերջի մեկնաբանություններ էր Չինաստանի մասին։ Իսլամն ու կոմունիզմը մեղմ ասած նույն առվով չեն հոսում, բայց Իրանը շարունակում է Չինաստանի հետ ավելի խորացնել հարաբերությունները, ընդհանուր միջև ռազմավարական պայմանագրեր ու համագործակցություններ։ Հաշվի առնելով այդ արմատային գաղափարական հակասությունները ու Իրանի կուրսը իսլամով համեմված, այսպես ասած, ինչպես է ավելի մեծ քաղաքական դոկտրինում մեկնաբանվում Չինաստանի հետ համագործակցությունը ու հակասությունները իսլամի հետ։ Շատ հեշտ, որովհետև այս բոլոր իդեոլոգիական գաղափարախոսական կառույցները ունեն հակասություններ ու այդ հակասությունները ուղղակի կողք են շպրտում։ Օրինակ, Իրանը իր երկրի արևմուտքում ունի ուйղուրների բնակչություն, մուսուլմաններ են ուйղուրները ու այդ իրենց նկատմամբ իրականացրել է մարդու իրավունքների անասելի ոտնահարումներ, կենտրոնացման ճամբարներ եւ այլն։ Ինչ է ասել Իրանը, Չինաստանը, կներեք։ Ինչ է ասել Իրանը սրա մասին, ոչ մի բան։ Ինչպես է հնարավոր, որ իդեոլոգիան կարող է այսպես աշխատել։ Սովորաբար իդեոլոգիաները ունեն երկերեսենության կոմպոնենտներ, այսինքն որևէ իդեոլոգիա համաչափ չի կիրառվում տարբեր ինստանցիաներում։ Իդեոլոգիաներն ունեն իրենց մանիֆեստացիայի սիմվոլիկ վայրերը, տեղերը։ Իրանի դեպքում իսլամական սոլիդարության իդեոլոգիայի մանիֆեստացիա ամենակարևոր կետը դա Պաղեստինի հարցն է։ Եթե ինքը այս հարցում կարողանում է վերարտադրել իր իդեոլոգիան, դա ուժեղացնում է իդեոլոգիան ու հնարավորություն տալիս, որ մի ուրիշ այլ ոլորտում այդ իդեոլոգիային չհետևի։ Օրինակ, ինչու են այսօր արևմտյան լիբերալներին մեղադրում երկերեսինության մեջ, որովհետև միտեղ այդ իդեոլոգիային հետևում են, միտեղ չէ, ու իդեոլոգիաները պատմականորեն այսպես էլ աշխատել են։ Ինչպես է Իրանը, իսլամական Իրանը կոմունիստական Չինաստանի հետ աշխատում, եթե կոմունիստական Չինաստանը կարողանում է կոնֆուցիականությունը, կոմունիզմը բերել կպցնել իրար մի կերպ, ապա որտեղ կոնֆուցիականության մեջ հիերարխիկ համակարգն է ջատագովում, իսկ կոմունիզմի մեջ այդ հիերարխիաները մերժում են, ապա Իրանն էլ դա կարող անել։ Սակայն Իրանի համար սա
հակաարևմտականության ֆոնին ձևավորված քաղաքականություններ։ Իրենք Չինաստանին տեսնում են որպես գաղափարախից ընկեր, այս իրենց դիմադրության շարժման մեջ, որպեսի արևմտակենտրոն աշխարհը փոխեն։ Սա ինչ որ առումով դեմ է գնում Իրանի վարած անկախ արտաքին քաղաքականության սկզբունքին, որովհետև հեղափոխությունից հետո առաջ եկավ այս սլոգանը ոչ արևմուտք, ոչ արևելք, իսլամական հանրապետություն, բայց այս վերջերս ճարահատյալ իրանական իշխանությունները առաջ քաշեցին հայացք դեպի արևելք քաղաքականությունը ու Իրանի ներսում սկսեցին հարցեր առաջանալ, արդյոք մենք ոտնահարում ենք մեր իսկ վարած արտաքին քաղաքականությունը։ Այն հանգամանքը, որ Իրանին թույլ է տալիս ցույց տալ, որ ինքը հավատարիմ է մնում իր իդեոլոգիային, դա անտագոնիզմն է։ Այսինքն իդեոլոգիան վերարտադրվում է այդ իդեոլոգիայի շրջանակներում մատնանշված կոնկրետ թշնամու դեմ պայքարելով։ Իդեոլոգիաների մի զգալի մասը այսպես են աշխատում։ Քանի դեռ ես պայքարում եմ իմպերիալիստական արևմուտքի դեմ, ես շարունակում եմ հավատարիմ մնալ այս իդեոլոգիային։ Ու դրա մանիֆեստացիան Իսրայելի դեմ պայքարն է ու Միացյալ Նահանգների դեմ պայքարն է։ Եթե sense absolutistական տոնով տեսանկյունով նայենք, բոլոր իդեոլոգիաներն էլ այդ երկերեսանիության կոմպոնենտ ունեն։ Ճիշտն ասած չհասկացա ինչ նկատի ունեիք թուլացած Իրան ասելով, կոնկրետ Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու է ավելի շատ զարգացած առաջադեմ արևմտամետ Իրանը, թե կրոնապետություն, հետադիմական ու այժմյան Իրանը։ Իմ կարծիքով առաջինը ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Իրանը կարող է լինել, այսինքն ուժեղ լինելը ու առաջադեմ լինելը պարտադիր չէ, որ համակցված լինեն։ Այսինքն իրան կարող է լինել ուժեղ եւ առաջադեմ, կարող է նաեւ լինել ուժեղ եւ հետադեմ, այդ արխայիկ համակարգն ունենալ։ Ես այդքան առաջադիմության մասին չեմ խոսում կամ արևմտամետության մասին չեմ խոսում։ Ես զուտ խոսում եմ, որ եթե Իրանը ուժեղ լինի, ինքը անկախ նրանից հետադիմականա թե առաջադիմականա, մեզ կօգնի ավելի լավ բալանսավորել տարածաշրջանում տարածաշրջանային ուժերի շահերը, այսինքն Հայաստանը կունենա այլ ընտրանք։ Օրինակ կենտրոնական Ասիայի երկրների բախտը բերել է, որ իրենք Ռուսաստանի կողքին նաև ունեն Չինաստան ու այդ երկուսի միմյանցով բալանսավորում են։ Մեր դեպքում մենք ունենք ենթադրենք Ռուսաստան, որ զբաղված է Ուկրաինայում, եթե ունենանք ավելի ուժեղ Իրան, մենք էլ կկարողանանք բալանսավորել։ Այսինքն փոքր պետության համար շատ կարևոր է, որ ինքը չունենա ինչ-որ վակուում, որ տարածաշրջանային ուժը կամ գերտերությունը կարող է օգտագործել իր դեմ ճնշում գործադրելու վրա։ Փոքր պետության համար լավ կլինի, որ այլ ընտրանքներ ունենա, որ եթե մի կողմը ճնշում է գործադրում, փորձի այդ ճնշումը բալանսավորել մյուսով, որտեղ ինքը փոքր է, մենակ չի կարող բալանսավորել այդ ճնշումը։ Դրա համար ես կարծում եմ, որ կարևոր է հենց առաջնահերթ ուժեղ Իրան լինի, եթե առաջադեմ լինի, դա էլ բոնուս կհամարենք։ Մերսի շատ։ Ես ուզում եմ երկու հարց իրականում ուղղել, ոնց որ ավելի շատ արտաքին քաղաքականությանն էր վերաբերում ու Իրանի դերին էս հատվածը ու դրա հետ կապված, ոնց որ մեր մոտ իմ մոտ տպավորությունն է, որ անդադ Իրանի դերը գերագնահատվում է ու մեկ-մեկ չափազանցված ակնկալիքներ ենք մենք իրանցից ունենում ու ինչ որտեղ էլ դրանց արդյունքում որոշ միֆեր են առաջանում։ Հիմա մի հարցը այդ հենց ինչ որտեղ խոսել ենք դրա մասին, այս ադրբեջանցիների խնդիրն է Իրանում, օրինակ այնպես տարածված կարծիք կա, որ Ադրբեջանը իրականում կձգտի, որ Իրանը տրոհվի ու կփորձի միացնել այդ հյուսիսային հատվածը Իրանի, որը հիմնականում ադրբեջանաբնակ է, Իրան, բայց այդտեղ ես երկու խնդիր եմ տեսնում, ոնց որ նախ մեկը դուք նշեցիք, որ իրանք էթնիկ առումով այնքան էլ նույնը չեն, իրանք տարբեր ինքնության շերտեր ունեն, կարծես թե։ Ու մյուս կողմից էլ արդյոք ինչքանով է, ասենք Իլհամ Ալիևի ռեժիմին ձեռնտու, որ ավելի ոչ աշխարհիկ, ասենք, ադրբեջանցիներ ու համարյա Ադրբեջանի բնակչության չափ կամ ավելի մեծ միանան այն տարածքին, որ ինքը կառավարում է, որովհետեւ երբ որ նայում ենք իր վարած քաղաքականության, տեսնում ենք, որ ինքը փորձում է միշտ այդ իսլամական տարերը Ադրբեջանում զսպի, այնտեղ լինում են հոգևորականների ձերբակալություններ եւ այլն։ Ու մեկ երկրորդ հարցս խոսեցինք այդ առաջիններ։
Հայաստանի առաջին։ Այդ երկրորդ մասը վերաբերում է արդեն հենց Իրանին, որտեղ խոսեցինք այդ պահապանների կորպուսի մասին, որը ոնց որ պետություն լինի պետության մեջ, ուստեղ իմ մոտակարծությունն է, որ երբ որ բանակից զատ կա մի հատ ուրիշ ռազմական կառույց երկրի մեջ, ինչ որ փուլում այդ երկուսը սկսում են իրար հետ մրցակցել։ Հիմա այս 12-օրյա պատերազմի ժամանակ կարծես թե Իսրայելը ավելի շատ փորձում էր պահապանների կորպուսի գեներալներին թիրախավորել։ Արդյոք իրանք դրա միջոցով փորձում են, ասենք, թույլաtsնել այդ ավելի իսլամական թևը ու ասենք օրինակ նույն Խամենեի հաջորդ ղեկավարին օգնեն նենց որ ավելի ասենք ռեֆորմիստ իշխանության գա թե այնպես բաց չկա ասենք այս այլի հասկացա հարցը սկսենք առաջինից արդյոք միստիֆիկացված է գերագնահատված է եղել Իրանի դերը տարածաշրջանում կոնկրետ մեր հասարակությունում այո ու Իրանում էլ է գերագնահատված եղել բայց դա Իրանի համար պատվախնդրության հարց է լինելով նախկինում կայսրություն ու համարելով կենտրոնական Ասիան ու հարավային Կովկասը իր քաղաքական մշակութային պատմական առումով ազդեցության տարածք Իրանի համար կարևոր է եղել որ ինքը ունենա տարածաշրջանային ուժի ստատուս դրա համար վերջին 30 տարիների ընթացքում իրանական կողմը դիմել է բազմաթիվ պերֆորմատիվ ավելի քայլերի հարավային Կովկասի հետ կապված քննարկելով երկարաժամկետ ենթակառուցվածքային ծրագրեր, որ այդպես էլ երբեք չեն իրականացում, օգտագործելով բավականին գունավոր ռետորական լեզու, որ այդպես էլ ինչ-որ գործնական քայլերի չի վերածում, ու սա էլ ստեղծել է այդ տարածաշրջանային ուժի ֆոնը, որովհետև Իրանի քաղաքականությունը հարավային Կովկասում ունի դեզոնանս։ Ինքնահռչակ տարածաշրջանային ուժը բավականին пассив է ու ամեն ինչ outsource էր արել Ռուսաստանին։ Այս երկուսը իրար հետ այդքան լավ չեն համադրվում։ Միայն բանի ուկրաինական պատերազմից հետո է որ Իրանը որոշել է նայել Ռուսաստանակենտրոնությունից անդին ու փորձել հասկանալ թե իր շահերը ինչպես պետք է վերաձևակերպի ու վերգտնի այս տարածաշրջանում, որ կապված չէ այդքան էլ Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է սեպարատիստական տենդենսներին լավ նկատառում է կանում, նախ չի ասի, որ Իլհամ Ալիևը Թավրիզում կամ Հյուսային Ադրբեջանում այդքան էլ պոպուլյար է, գիտեք 2022-ին, երբ որ ցույցեր էին տեղի ունենում Իրանում, ինչ որ մարդիկ գնում էին Թավրիզում Իլհամ Ալիևի պաստառներն էին փակցնում, որ ստեղծեն տպավորություն, որ Ալիևը բավականին պոպուլյար է Թավրիզում, սակայն այդ ինչ որ ալիքի չվերածվեց, ցույց տալով որ այդտեղի բնակչությունը առհասարակ տենց այդքան էլ կապ չի տեսնում Բաքվի կառավարության ու իրենց կարիքների միջև։ Երկրորդ կարևոր հանգամանքն էլ նա եթե նույնիսկ ենթադրենք ինչ որ անհավանական սցենարում հյուսային Իրանը միացավ Ադրբեջանին արդյոք Իլհամ Ալիևը կարող է էֆեկտիվ վերահսկողություն հաստատել իր երկրից ավելի մեծ տարածքի վրա որտեղ իր լեգիտիմության հարցը մեծ հարցականի տակ է դրված ու մի բնակչության նկատմամբ, որը ացել է ագրեսիվ ֆրուստրացիաների ու բաների փուլով։ Դրա համար Իլհամ Ալիևը ցավոք սրտի մեզ համար բավականին հեռատես գործիչ է եղել ու ինքը շատ զգուշավոր է եղել այս սեպարատիստական տենդենսների նկատմամբ։ Օրինակ Իսրայելի հետ հարաբերություններում ինքը երբեք չի ասում, որ այս սեպարատիստական տենդենսները չի օգտագործի, որպեսզի Իսրայելը Ադրբեջանին տեսնի որպես ռազմավարական կարևոր գործիք տարածաշրջանում, բայց Իրանի հետ հարաբերություններում շատ զգուշավոր է եղել, որպեսզի հանդես չկա սեպարատիստական տենդենսներ հրահրող լիդերի տեսքով։ Եթե նկատել եք, այս վերջերս էլ Ադրբեջանի կառավարությունը հիմնական լուր է եղել ցույցերի հետ կապված, հիմնականում ադրբեջանական ինչ որ սոցիալական օգտատերեր կամ ալիքներն են, որ սկսել են ինչ որ այդ սեպարատիզմի գիծը տանել, դա էլ արդեն հասկանալ չի որն է դրանցից իսրայելական լոբին, որն է իրականում հենց Ադրբեջանի ներսից եկող դիսկուրս։ Երկրորդ հարցը, արդյոք պետության մեջ, նախ ես չեմ կարծում սա պետություն է պետության մեջ, սա ռեժիմի հարատևման ինստիտուցիոնալացումն է, այսինքն ստեղծվել է մի հատուկ մարմին, որի հիմնական գործը այս ռեժիմի հարատևությունն ապահովելն է, ու ինքը ունի շատ մեծ ռեսուրսներ։ Ինչ վերաբերում է դասական բանակի ու իր փոխհարաբերության, երկուսն էլ գտնվում են մի հիերարխիկ համակարգի ներսում, ու Հունիսի պատերազմից հետո Իրանի կառավարությունը ստեղծեց եւս հերթական խորհուրդը, պաշտպանության խորհուրդը, ու անվտանգության խորհրդի հետ մեկտեղ
այս երկու մարմինները ինտենսիվորեն աշխատում են, որպեսզի գերագույն առաջնորդը կարողանա կոորդինացնել այս բյուրոկրատիկ մեծ համակարգի տարբեր ճյուղերի միջև աշխատանքը։ Անգլերեն սա կոչվում է conciliation of government։ Հիմա որ հայերեն թարգմանեմ կդառնա խորհրդայնացում, բայց երևի սխալ բառ կառնի, այսինքն ինչ որ խորհուրդների տեսքով կառավարել ու այս ճգնաժամային կառավարման պայմաններում այս խորհուրդների միջոցով ապահովել ներդաշնակությունը տարբեր մարմինների միջով դարձել է Իրանի մոդուս օպերանդի։ Հիմա կսկսեմ խոսել մի հետաքրքիր ֆենոմենից, առնվազն ինձ համար հետաքրքիր են առումով, որ ինչպես ստացվեց, որ բազմաբևեռ աշխարհի առաջին ջատագովներից մեկը Իրան Իսլամական Հանրապետությունը այսպես անպատրաստ էր բազմաբևեռ աշխարհում ադապտացվելուն։ Երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, հետպատերազմական իրանական իշխանությունները փորձում էին ադապտացվել այս նոր աշխարհում, որովհետև Խորհրդային Միությունը փլուզվելուն զուգահեռ իրենք էլ նոր էին պատերազմից դուրս եկել, ու իրենց պետք էր որոշակի հանգստություն, վերանորոգում, ռեհաբիլիտացիա եւ այլն։ Սակայն այստեղ բավականին մեծ դժվարության առաջ են կանգնած, որովհետև իրենց թշնամին միաբևեռ աշխարհի հենց ամենից ուժեղ երկիրներ Միացյալ Նահանգները, ու այս դեպքում իրանական իշխանությունները առաջ քաշեցին հենց այդ բազմաբևեռականության հայեցակարգը, որ սա արդար համակարգ չի, սա պետքա փոխվի։ Օրինակ սրա օրինակներից մեկն էր, երբ որ Իրանի նախագահը 1990-ականների սկզբին ինտերվյու էր տալիս ֆրանսիական թերթերից մեկին ու լրագրողն ասում է դե դուք իսոլացված եք ու նախագահը դրանից ջղայնանում է Ռաֆսանջանին ասում է ինչա ձեզ թվում ինչա թե մենք մի երկրի հետ վատ հարաբերություններ ունենք մենք իսոլացված ենք ինչի՞ չեք նայում մեր հարաբերություններին Հնդկաստանի հետ Ռուսաստանի հետ Չինաստանի հետ բայց դա էր տպավորություն դա է իրականությունը որ եթե Միացյալ Նահանգների հետ դու վատ հարաբերություններ ունես ապա սա սահմանափակում է քո ունակությունները ու քանի որ Իրանն էլ այդ անտագոնիզմը չէր ուզում թողնել, որովհետև իդեոլոգիական առումով կարևոր կոմպոնենտ էր Միացյալ Նահանգների հետ այդ հակադրությունը։ Դրա համար 90-ականների սկզբից ինքը սկսեց ջատագովել բազմաբևեռ աշխարհակարգ ու փորձել գտնել դաշնակիցներ այդ հարցում։ Դրա համար գնաց հասավ Վենեսուելա, Կուբա, Ռուսաստանին էր տեսնում որպես գաղափարական ընկեր, Չինաստանին էր տեսնում որպես գաղափարական ընկեր։ Ահմադինեժադի օրոք արդեն իրանական դիսկուրսը փոխվեց, որ մենք ոչ թե պահանջում ենք բազմաբևեռ աշխարհակարգ, այլ մեր պահանջը արդեն տեղ է հասնում։ Բազմաբևեռ աշխարհակարգը անխուսափելի է։ Երբ որ 2006 թվականին զարմանալիորեն Հեզբոլլահը կարողացավ հաջողությամբ հետ մղել իսրայելական զորքերին, Ահմադինեժադի կառավարությունը սա վերագրեց, որ արևմտյան աշխարհակարգի փլուզման հերթական օրինակ։ Երբ որ Ռուսաստանը պատերազմ սկսեց Վրաստանի դեմ 2008-ին, սա էլ Իրանում ներկայացվեց որպես էլի արևմտյան աշխարհակարգի փլուզման օրինակ։ Այսինքն 90-ականներից սկսեց իրեն ջատագովում էին այս համակարգի փլուզումը։ Դեռ այսօր արդեն կարծես թե այդ էլ աշխարհը դժվար է միաբևեռ համարել, չէ՞։ Արդեն մենք կարելի ասել անցումային շրջանում ենք, որոշները ասում են արդեն ստեղծվել է այդ բազմաբևեռ աշխարհակարգը։ Կարծես թե Իրանի այս մեծ գրանդ նարատիվի այս ցանկությունը իրականացավ, սակայն այսօրվա դրությամբ Իրանը ավելի վատ աշխարհակաղակական պայմաններում է, քան նախկինում։ Որովհետև Իրանը տարված լինելով այդ հիմնական հեգեմոնի դեմ պայքարով մոռացավ ադապտացվել իր իսկ ջատագոված աշխարհում, որովհետև բազմաբևեռականությունը չի սիրում կարծրացրած թշնամություններ ու բարեկամություններ, հատկապես ուժեղ երկրների հետ։ Բազմաբևեռ աշխարհակարգում դինամիկան ավելի հոսուն է ու փորձը ցույց է տալիս, որ եթե դու ունես կարծրացած թշնամանք մի գերտերության հետ, մյուս գերտերությունը, որի միջոցով փորձում ես բալանսավորել այդ գերտերության ազդեցությունը, քեզ շահագործելու է։ Այսինքն քո գաղափարական դաշնակիցը դարձնում է քո շահագործողը։ Ինչու է Չինաստանը սուբսիդավորված գներով նավթ առնում Իրանից։ Որովհետև Իրանը այլ շուկաներ չունի սանկցիաների պատճառով ու Չինաստանը օգտվում է դրանից։ Այո, դուք մեր ռազմավարական գործընկերն եք,
բայց ինչ կարող ես անել, նավթին ձեժանով կվաճառես։ Ինչու է Իրանը շահիդ դրոններ ուղարկում Ռուսաստանին, Ուկրաինա, բայց երբ որ ժամանակը գալիս է, որ Ռուսաստանը պետք է օգնի Իսրայելի դեմ պայքարում, Մարգարիտա Սիմոնյանն ասում է ուժեղի դեմ թույլն է մեղավոր։ Ու սա է հենց այդ բազմաբևեռ աշխարհակարգի դինամիկան, որ եթե Իրանը ջատագովում էր համակարգի փոփոխություն, ինքը մոռացավ ինքն էլ փոխվել։ Ու դարձավ դեռևս ու շարունակում է մնալ դեռևս այդ միաբևեռ աշխարհակարգի համակարգում որպես դիմադրող կողմ։ Ու սրա մասին խոսում են ոչ միայն վերլուծաբանները, այլ հենց Իրանի ներսում ռեֆորմիստ գործիչները, դրա ամենից հայտնի ջատագովներից մեկը նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն էր։ Եթե հետևած լինեք ինչ որ իրադարձություններին, կտեսնեք, որ օրինակ վերջերս ինչ որ բաներ են բացահայտվել, որ Սերգեյ Լավրովի հետ լավ հարաբերություններ չուներ Զարիֆը, որովհետև ինքը փորձում էր իրանական կառավարության ներսում իր շրջանակներին ասել, որ Ռուսաստանը շահում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր վատ հարաբերություններից։ Մենք մեր պարտականություններն անում ենք, ինքը իր պարտականությունները կիսատ պրատ է անում։ Ու Ջավադ Զարիֆը նաև այս վերջերս հարց բարձրացրեց. ինչպես է ստացվում, որ մենք, որ ֆորմալ առումով ավելի բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, բայց Սաուդյան Արաբիան, որ ֆորմալ առումով ավելի ցածր մակարդակի հարաբերություններ ունի նույն Չինաստանի հետ, ավելի շատ է կարող այդ երկրից դիվիդենդներ ստանալ, քան մենք։ Որովհետև Չինաստանը Սաուդյան Արաբիան ունի այլ ընտրանքներ, Սաուդյան Արաբիան ավելի լավ ադապտացված երկիր է բազմաբևեռ աշխարհում, բոլոր գերտերությունների հետ ունի նորմալ հարաբերություններ ու կարողանում է շահարկել այդ մրցակցությունը։ Նույնը կարելի ասել Թուրքիայի մասին։ Ու այսօրվա դրությամբ Իրանի ներսում գտնվող ռեֆորմիստական որոշ շրջանակներ իրենց հայացքները հենց գցում են դեպի Թուրքիա ու Սաուդյան Արաբիա, իրենց մյուս մրցակիցներն ու ասում են մենք ենք ջատագովել աշխարհակարգը բազմաբևեռ, բայց այս երկրները ավելի լավ են ադապտացված այս աշխարհակարգին, քան մենք, որովհետև իրենք տարածաշրջանացման դինամիկային ավելի լավ են հատվել, քան Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Դրա համար ռեֆորմիստները ջատագովում են հայեցակարգային փոփոխություններ Իրանի ներսում։ 2025 թվականի հուլիսին ռեֆորմիստական մի, այսպես ասած, դեպի լուսանցքներ մղված շրջանակներ մի հատ հոդված հրապարակեցին, որոնք Իրանի կառավարության առաջարկում են ընդունել ուղղակի Թրամփի պահանջները, վերջ դնել միջուկային ծրագրին, սանկցիաներից ձերբազատվել ու կենտրոնանալ տարածաշրջանի վրա ու հետ քաշվել այս ցանցային դիմադրության շարժումներից, կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի հետ ու դառնալ սովորական տարածաշրջանային ուժ, ինչպես մյուսները։ Ինչու դա տեղ չհասավ, որովհետև այս ձևի փոխվելը ենթադրում էր քաղաքական ինքնության փոփոխություն երկրի ներսում։ Այսինքն դու պետք է հետ կանգնես այդ գաղափարախոսությունից, դիմադրության ու հատկապես թշնամու նկատմամբ այդ անտագոնիզմից։ Իսկ եթե հետ ես կանգնում դրանից, դա կարող է վտանգավոր լինել, որովհետև դու քո լեգիտիմությունը կառուցել ես դրա վրա։ Հիմա մի անալոգիա բերեմ։ Եթե Հայաստանի նկատմամբ թշնամանքը ամբողջությամբ վերանա, Ադրբեջանի իշխանության համար դա կարող է դառնալ ինչ-որ ինքնության կրիզիս, որովհետև այդ քաղաքական ինքնությունը կառուցվել է այդ հակադրության միջավայրում։ Նույնն էլ Իրանի համար։ Եթե թշնամանք ամբողջությամբ վերանա, դա կարող է ճգնաժամի բերել։ Դրա համար Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ դժվարությամբ է կարողանում ադապտացվել իրից ջատագոված աշխարհամակարգում։ Այսինքն այդ աշխարհամակարգի լոբինգը արել են ու մոռացել են պատրաստվել դրա գալուն։ Ու սա իդեոլոգիաների համար բավականին տիպիկ է։ Իրականում իդեոլոգիաները չեն ուզում հասնել իրենց իսկ ջատագոված նպատակին։ Իրենք ուզում են անընդհատ հարատևորեն ձգտել դեպի այդ նպատակը, որովհետև եթե հասնես այդ նպատակին, իդեոլոգիան կդառնա անիմաստ, բայց իդեոլոգիան փորձում է հարատևել։ Դրա համար եթե իդեոլոգիան տենց Սլավո Ժիժեկն ասում, եթե իդեոլոգիան շատ է մոտենում իր վերջնանպատակին, դա առաջացնում է կլաստրոֆոբիայի զգացողություն։ Դրա համար Իրանը չի ուզում ձերբազատվի իր թշնամանքներից, sense պահում փայփայում է։ Այստեղ կկանգնեմ,
մի քիչ շատ sense սպեկուլատիվ ասեցի իմ դիրքորոշումը ու լսեմ ձեր հարցերը։ Իսկ Դոնալդ Թրամփի դերը կարող է այդ անտագոնիզմ ավելի ավերացնում իրանական այդ վերնախավը։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև այո, երբ որ Թրամփը եկավ իշխանության ու հետ կանգնեց միջուկային համաձայնագրից, գերագույն առաջնորդը իր ռեֆորմիստ իշխանություններին ասեց. «Տեսակ, ես ձեզ ասում եմ իրենց մի վստահեք», բայց ինքն էր էլի կանաչ լույս տվել, որ վստահեն բանակցեն, բայց հիմա որ ձախողվել է, ասում է. «Տեսակ, ես ձեզ ասում եմ դրանց չվստահեք»։ Այսինքն վերարտադրում է, այո, այդ թշնամության գաղափարը վերարտադրում է այդ անտագոնիզմը ու այդ անտագոնիզմից սնվող այդ պետական ապարատը։ Բայց նաև ամերիկացիները երկար ժամանակ իրենց հույսը դրել էին այս գլոբալ հեգեմոնի զսպվածության վրա, որ քանի որ Միացյալ Նահանգները այս լիբերալ աշխարհակարգի հեգեմոնն էր, ինքը փորձում էր ցույց տալ, որ այս աշխարհակարգում կայունություն է ապահովում, որովհետև ոստիկանի դեր էր ստանձնել։ Ու այս դեպքում Իրանը կարող էր կատարել այսպես կոչված spoiling power-ի, անգլերեն ասած, այդ չարաճճիություն անող ուժի դերը, որ արևմտյան կողմը կամ ամերիկյան կողմը կփորձի կայունություն ապահովել, Իրանը անընդհատ կփորձի տորպեդա հարել այդ փորձերը ու դուրս կմղի արևմուտքին տարածաշրջանից։ Բայց հետո եկավ Դոնալդ Թրամփը ու ասաց, «Ինչ չի հետաքրքրում այդ գլոբալ ոստիկանի դերը, ես առաջնորդվելու եմ 19-րդ դարյան իմպերիալիստական Ամերիկայի սկզբունքներով ու ուզում ես ես մի երկու ռումբ հենց հիմա կգցեմ ձեր գլխին» ու արեց։ Դոնալդ Թրամփի տարբերություն օրինակ Օբամայի ու մյուսների ունի մի առավելություն, որ լինելով պոպուլիստ լիդեր, ինքը ավելի մեծ դիմադրողականություն ունի քննադատության նկատմամբ։ Պոպուլիստ լիդերներին ավելի շատ բան են ներում, քան ոչ պոպուլիստ կենտրոնամետ լիդերներին, նկատած կլինեք։ Դրա համար Դոնալդ Թրամփը այդ ազատությունն ունի, եթե Օբաման կոնգրեսի առաջ պետք էր պատասխան տար եւ այլն, ընդ բռնում էին ու Իրանի հաշվարկներում այս զսպվածության կոմպոնենտը ճիշտ է ներկայացված, ապա Թրամփի դեպքում իրենք հատկապես վերջին օրերին փորձել են զգուշավորություն ցուցաբերել, օրինակ գերագույն առաջնորդը իր ամենավերջին ելույթում ասաց. «Հիմա ասածը տենց կոնկրետ Թրամփին չի վերաբերում, այլ առհասարակ ընդհանուր այդ ամերիկյան իշխանությանը, որ իրենք իմպերիալիստական են, փորձելով այս շատ նարցիսիստական էգո ունեցող անձնավորության այդ բաներին չկպնել, որովհետև այդ մարդը ուղղակի վտանգավոր է։ Ես չէի կարող ինչ-որ բան չխոսայի Թրամփին չվիրավորելով, կներեք, բայց դա հիմա բայց այդ հենց այդ դժվարության առաջ են կանգնած, թե ինչպես իրենք պետք է գործ ունենան այս նոր Ամերիկայի հետ, որ ավելի սանձարձակ է։ Հյուսիս հարավը օրակարգում է, թե օրակարգից դուրս արդեն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական process-ները, որ ընթանում են։ Հյուսիս հարավ օրակարգում եղել է 2000-ականների սկզբից, այսինքն դա նոր ծրագիր չէ, ուղղակի հաշվի առնելով ընդգրկված երկրների փողի պակասը, դանդաղ գոտությունը ու խոցելիությունը աշխարհաքաղաքական զարգացումներին, այս ծրագրի իրականացումը շատ դանդաղ է եղել։ Ես ասեմ, որ հյուսիս հարավի իրականացման գործում երևի 2015-ից հետո ամենաշատ ներդրումները կարող է եւ արած լինի Ադրբեջանը, որպեսզի ինքը հենց հանդիսանա այն կապողողակը Իրանի ու Ռուսաստանի միջև, բայց ու Իրանն ու Ռուսաստանն էլ Ադրբեջանին տեսնում են հիմնական կապողողակը։ Այստեղ մենք այդ ծավալի առումներով Ադրբեջանի հետ չենք կարող երևի մրցել, որովհետև համ աշխարհագրական առումով, համ ներդրումների կարողությունների առումով իրենք ավելի մրցունակ են, բայց ռազմավարական առումով Իրանի համար կարևոր է, որ հյուսիս-հարավը այլընտրանք ունենա, այսինքն թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ սահմանափակված չլինի։ Դրա համար Հայաստանով անցնող ճանապարհը Իրանի համար հանդիսանում է այսպես կոչված ռազմավարական այլընտրանք։ Բայց այսօրվա դրությամբ էլի քանի որ Իրանը, այսպես ասած, կրակներ է մարում երկրի ներսում, այս հյուսիս-հարավ ծրագիրը այս պահին առաջնահերթություն չունի։
Եթե մի քիչ կայունանա երկրի ներսում վիճակը, երևի հետ կգան դրան, էլի մեմորանդումներ կստորագրեն, էլի կասեն փող չկա, էլի կսկսեն տարբեր բանկերից փող հայտարարել, էլի կտեսնեն ոնց են շրջանցում սանկցիաները եւ այլն եւ այլն։ Երևի ամենաշոշափելի տարբերակներից մեկն էր, որ Իրանի կառուցապատող կազմակերպությունը տենդեր շահեց Հայաստանում ու Հայաստանում կառուցապատում էր իրականացնում։ Սա կարելի ասել է ամենաշոշափելի ձեռքբերումներից էր։ Բայց հա, սա ռազմավարական խնդիր է Հնդկաստանի համար էլ, Ռուսաստանի համար էլ ուղղակի դրանց Ռուսաստանն էլ Իրանն էլ ռեսուրսի խնդիր ունեն ու ուշադրություն հատկացնելու խնդիր ունեն։ Մենք ընդհանրապես շատ խոսեցինք Իրանի խնդիրներից, ու sense տպավորություն ստեղծվեց, որ Իրանը հեսա քանդվելու վիճակում ոնց որ լինի, ու այս ինչ որ առումով այս բաները ներքին դժգոհությունները ասիկ ավելի շատ սոցիալական են, ու հիմնականում ոնց որ այս տենդենս կա պատմության մեջ, որ ներքին խնդիրները փորձում են արտաքին հաջողություններով կոմպենսացնեն, բայց այս դեպքում արտաքին քաղաքական հաջողությունները չկան, այսինքն sense ասած ոնց որ բոլոր գործիքները օգտագործված լինեն, այդ կարա հուշի, որ ամեն ինչ վերջը վերջանալու է, թե կան հələ ինչ որ բաներ, որով կարա լեգիտիմությունը վերադառնա, այսինքն եթե լեգիտիմությունը ամբողջովին կորցրել է այս իշխանությունը, կան ինչ որ գործիքներ, որով ինքը կարող է այդ լեգիտիմությունը հետ բերի։ Իրանը կարող է տարիներով, տասնամյակներով հեսա քանդվի, ինչպես բյուզանդիաներ դարերով հեսա կործանվում։ Այսինքն դա ինձ թվում է բնական տենդենս է։ Այստեղ լավ հարց եք տալիս։ Իրան, գիտեք, աշխարհակականության մեջ եթե մի գործիք շատ է օգտագործում, ինքը սկսում է մաշվել։ Այսինքն հաջորդ օգտագործելուց ավելի քիչ էֆեկտիվ է դառնում, որովհետև մարդիկ սկսում են դրա հակախաղեր մտածել։ Իրանը այս անգլերեն ասած այդ rally around the flag կամ արտաքին թշնամու դեմ պայքարի շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու գործիքը արդեն մի քանի տասնամյակ է օգտագործում, ու այսօր էլ է շարունակում օգտագործել։ Ու հետաքրքիր է օրինակ, որ հունիսից հետո ու առհասարակ վերջին տարիներին իրենք հասկացել են, որ այս նոր սերնդի ավելի ազգայնական ու ոչ կրոնական ու սկսել են պատրիոտիզմի գաղափարներ առաջ տանել, քան շիա իսլամական գաղափարներ։ Սակայն մարդիկ արդեն սովոր են սրանց, սա իրենց համար նոր շոկային իրադարձություն չի։ Իրանի բնակչությունը տեսնում է, որ իրականում իշխանությունները առաջ են քաշում հարատև զոհողությունների հայեցակարգ։ Ու այդպես էլ կա Իրանի իշխանությունների առաջին անալոգիան պատմական, երբ որ դժվարության մեջ են, դա Իրան-Իրաքյան պատերազմներ, երբ որ իրենք շատ ծանր պայմաններում էին, իրենց կողքին ոչ մեկ չկար կանգնած, Սադամը իրենց դեմ քիմիական զենքեր օգտագործում, սակայն իրենք կարողացան հետ մղել Սադամի ուժերին, ինչի շնորհիվ ժողովրդի նվիրվածության, ժողովրդի զոհությունների շնորհիվ։ Հունիսի պատերազմից հետո, երբ որ իրանցի գեներալներից մեկին հարցնում, իսկ մեր պաշտպանողական այդ հակաօդային համակարգը ինչ վիճակում է այսօր, այդ գեներալը պատասխանում է, որ մեր հիմնական ուժը դա մեր ժողովրդի կամքն է։ Բայց այդ ժողովրդին այդ պատասխանը դուր չի գալիս, որովհետև այդ ժողովուրդը հարցնում է, մինչև երբ։ Եթե մի կրիզիս լիներ, որ ինքը պետք էր զոհողություն կատարեր, կասեն, այո, համաձայն ենք, այս պայն զողությունը կատարենք, հետո կստանանք դրա արդյունքները, պտուղները կխաղեն։ Սակայն այս գործիքը, այս անընդհատ զոհողություն կատարելու այդ ֆենոմենը այնքան է օգտագործել Իրանը, որ ինքը էլ արդեն ազդեցություն չունի։ Եթե նկատել եք այդ նահատակության մշակույթը կարծրացած է, խարսխված է Իրանում, որ նորմալացվել է, որ երիտասարդ տղաները անընդհատ պետք է գնան ու զոհվեն, որ երկիրը լավ լինի։ Այս նոր սերնդին այդ հայեցակարգը արդեն այդքան էլ դուր չի գալիս։ Եթե 10 տարի առաջ դա աշխատում էր, ապա այսօր քիչ է աշխատում, վաղ ընդհանրապես չի աշխատելու։ Ու սա է բերում նրան, որ ամեն ձախողված հեղափոխությունը ինչ որ լեգիտիմության շերտ է քերում այս իշխանության վրայից։ Դրա համար պետք չէ թերագնահատել այս ձախողված շարժումներին։ Ու այս լեգիտիմության կրիզիսը Իրանում դեռ երկար կշարունակվի, մինչև որ որակական մեծ փոփոխություն չլինի։